Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը նույնպես ստիպված պետք է սկսեմ մի քանի նորություն, այսինքն դիտարկումներ Վարդան Ղուկասյանի գործի հետ կապված։ Նախ ես շնորհակալ եմ ձեր վստահության համար, որ այդքան զանգում եք ինձ ու մտածում եք ես կարող եմ այս գործում ինչ որ էական դեր խաղալ։ Հավատացեք, ես էլ ձեզ նման իմ գործողություններն էլ հնարավորություններն էլ ձեր նման սահմանափակ են եւ մի տարբերությունով որ ես կարող եմ ասենք գոնե YouTube-ում դա մասին խոսել մասնավորապես ինչ շատ են զանգում կազմակերպչական հարցերով ինչ անել, որտեղ հավաքվել, ոնց գնալ, հա, ոնց մասնակցել է դատաբանությանը, որ շատերը գտնում են դա շատ անհրաժեշտ է, ես համաձայն եմ դրա հետ։ Անկեղծ ասած ես չէի պատկերացնում, որ այսքան զանգ ու ես նամակ ստանամ հենց այդ առիթով։ Ուղղակի ես կարող եմ խորհուրդ տալ հիմնվելով անձնական փորձի վրա։ Նման դեպքերում մեկը վերցում է իր պատասխանատվությունը, մի հատ Facebook-յան էջ է բացում ու վրան գրում է մի հատ հեռախոսահամար, որը կպատասխանի հարցերին, այսինքն ինքը դառնում է կոորդինացնող մարդ։ Ես դա չեմ կարող անել, ազնիվ խոսք։ Որտեղ ես մի բան պետք անեմ լավ։ Իմ զբաղվածությունը դա թույլ չի տա ուղղակի։ Ով ապրում է Լոս Անջելեսում եւ ինքը կարող է կոորդինացնի մարդկանց եւ գիտի տեղը, հա, ոնց գնան կամ տեղում գիտի որտեղ կարելի է գիշերը մնալ։ Մի խոսքով, պետք է մեկը, որ դա նախաձեռնի։ Ընդհանրապես մի հատ Facebook-յան page-ը բացում, հա, կարող է խումբ կարող է լինի, գտել ուղղակի չգիտեմ, Վարդան Ղուկասյան, ասենք աջակիցներ կամ ինչ որ մի բան։ Համար թողել այնտեղ եւ բոլորը թողը տեղ գտեն ով է գնում, ով մարդ ունի հետը տանելու, ով քանի տեղ ունի ազատ, հա, ոնց դա կլինի ինչ որ մի կազմակերպչական ֆորմատ։ Սա կարող է վերջին անգամ չլինի, որ դու գնա, կարող է մյուս շաբաթ էլ պետք լինի գնալ։ Ով է իմանում ինչքան կտևես դատաբանությունը։ Կարծում եմ սա ձեզ կօգնի։ Ուղղակի իդեան եմ տալիս, հա։ Մի հատ Facebook-յան խումբ եք ստեղծում, edge կամ ինչ որ մի բան, թողում եք մի հատ հեռախոսահամար, որ ում հետաքրքիր է, դա գրի, կամ եթե հայտարարություն կա տարածելու, տեղ գրենք, որ այսօր այսին ժամից շարժվում ենք այստեղ, կամ ով մեքենա ունի, խնդրում եմ արձագանքեք։ Մի խոսքով, սա անձնական փորձից է, ոնց են արվում այդ գործերը։ Երկրորդը, խնդրում եմ, ով ունի այդ գործով զբաղվող դատավորի կոնտակտները, կարող է լինի էլեկտրոնային հասցե կամ ուրիշ հասցե, որտեղ կարելի է նամակ ուղարկել, խնդրում եմ գրեք ինձ, որովհետև մարդիկ կան ուզում են անձամբ հեղինակավոր մարդիկ նամակով դիմել դատարանին, հա։ Դա էլ կարծում եմ օգուտ կտա դատավարությանը։ Եվ երրորդը որ ուզում եի խոսել, հա, ինձ այդպես մեկ-մեկ թերահավատները գրում են ինչ է տալու այս դատավարությունը, հա, սա անիմաստ բան է, մեկը չեն կարողանալու դատել, ինչու են անում սա։ Ես էլի հիմնվելով իմ փորձի վրա կարող եմ ասել, որ սա առնվազն երկու թիրախ ունի։ Առաջինը առնվազն գոնե վախեցնել, հա, որ մենք ուժ ունենք, կարող ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ ազդել գործողությունների վրա։ Երկրորդը, եթե նույնիսկ չկարողանան էքստրադիցիա անել կամ դրանց նպատակը էքստրադիցիա անելն է, հա, որ Հայաստանում փոշոտ են այդ մարդուն, եթե նույնիսկ դա էլ չկարողանան անել, առնվազն մի կետով իրանք կարող են հաղթել, որ Վարդան Ղուկասյանի կուսակցությունը չմասնակցի Գյումրի ընտրություններին։ Ճիշտ ասած, ես չգիտեմ ինչ վիճակում է որոշում փոխվեց ընդ չփոխվեց մասնակցելու չմասնակցելու առումով, տեղեկություններ չունեմ, եթե դուք ունեք գրեք, բայց եթե նույնիսկ չկարողանան էքստրադիցիա անել, եթե չմասնակցի կուսակցությունը ընտրություններին, ուրեմն իրանք արդեն հաղթել են։ Արդեն 50, 60, 70, 80% հաղթել են։ Վստահ եղեք, որովհետև իրանք համար շատ կարևոր է, որ Վարդան Ղուկասյանն այդ ընտրություններին չմասնակցեր, հա։ Ավել այս պահին ոչ իման չեմ կարող ասել, հավատացեք, սրանց ձեռագիրը չի փոխվել, Ժողովուրդ ջան։ Սրանք նույն կենտրոնից, նույն մեթոդամանությունով աշխատող խումբ է, հա։ Այսօր էլի գրում են, որ այդ կուսակցությունը չկայացած կուսակցությունը այնտեղ ընդհանրապես կուսակցություն չկա։ Ես դա ամեն ինչ հասկանում եմ։ Ընդհանրապես Հայաստանում կուսակցություն ձևավորելն է շատ բարդ երևույթ, որովհետև նախ դրա համար երկար ժամանակ է պետք, նախ դրա համար պետք է իրոք գաղափարին նվիրված աջակիցների խումբ շերտ առնվազն գոնե այն կորիզային իմաստով, այնպես կորիզի իմաստով մի 20-30 հոգի։ Տեսեք ինչ թիվ եմ ասում,
որովհետև միշտ լինելու է, որ մեկը գնա, մեկը գա, մեկին ձերբակալեն, մեկին վախեցնեն, հա, բայց եթե շատ են լինում, իրանք չեն կարողանում ամեն ինչ տենց հեշտությամբ կոտրել։ Երբ որ մի հոգի է ամեն ինչի գլխին կանած, այդ մի հոգուն կամ մեկուսացնում են, կամ իրան կառավարում են ու մնացածը կառավարվում են այդ մի հոգու կողմից։ Հայաստանում ոչ մի նոր բան չկա, Ժորժ ջան։ Սա է, բայց սա դեմ հնարավոր չի այսօր այս փուլում կռիվ տալ։ Իսկ Վարդան Ղուկասյանն էլ է հասկանում, որ ասենք իր ունեցածը կուսակցական կառույց չի։ Եթե ասենք 2 տարի առաջ կար իր կարծիքով կար ասենք Արտակ Գալստյան, որ ինքը կարող էր Հայաստանում ինչ որ իր փոխարեն process-ներ անել, ժամանակը ցույց տվեց, որ Արտակ Գալստյանն էլ իր թշնամին դուրս եկավ։ Հիմա այդպես էլ է լինում քաղաքական կյանքում։ Սկսում են միտեղ, ավարտվում են այլտեղ, որովհետև միշտ չի, որ մարդկանց նպատակները համընկնում է։ Բայց սա քաղաքական իրականությունն է։ Հիմա նորից կրկնեմ, որ այս հանգամանքներում այս շատ բարձանում է անհատների դերը։ Այ հիմա ոնց որ ինչ զանգում եք, ոնց որ ինչ գրում եք, այ եթե նույն ակտիվությամբ դուք արդեն սովորում եք, չէ՞, այդ ակտիվությամբ հասկանում եք, որ դրանից ցանկացածից բան է կախված։ Ձեր խոսքի բանը վերլուծելով, մտահոգությունները հասկանալով, ես հասկանում եմ, որ փաստացի Վարդան Ղուկասյանն այսքան աջակից ունի, որոնք իրակ մտահոգված են եւ ուզում են մի բան անել։ Այ սա պետքա պահել եւ ավելացնել եւ ազդեցություն ավելացնել եւ ակտիվություն ավելացնել։ Այն ժամանակ գուցե գա փուլ, կարող Վարդան Ղուկասյան չլինի, ուրիշ մարդ լինի, բայց այ հենց այս շերտն է ստեղծում իրական շարժումները, հենց այս ակտիվ շերտն է ստեղծում իրական լիդերները, հա, որոնք զգում են ոչ թե իրանք են դրության տերը, այլ զգում են, որ իրանք կարող են ընդամենը այս խմբին առաջնորդել։ Բայց հավատացեք, այս շերտը պիտի լինի, որ հաջողություն լինի։ Որտեղ եթե շերտը չի լինում, լինում է մի հոգի, թեկուզ ամենատաղանդավոր, ամենաագրեսիվ կամ ամենահանճարեղ մարդը, այս մարդուն մի հոգուն հեշտ է մեջից անել եւ ամեն ինչ կոտրվում է։ Սա մենք անցնում ենք էվոլյուցիոն շրջան։ Սա ես ուրիշ տեսանկյունից եմ նայում։ Ես ամեն շատ օգտակար բաներ եմ տեսնում, որ ասենք մարդիկ հասկանում են իրենց կարևորությունը գործողությունների մեջ եւ հակառակ շատ մարդիկ էլ հասկանում են իրենց ոչ կարևորությունը, որովհետեւ բացահայտեցի մի պահ, որ լմիվարգեն, եթե չկա Վարդան Ղուկասյան, նշանակում է ես ոչ մի բան պետք չէ, որովհետեւ ես չեմ ազդում process-ների վրա։ Եվ հակառակ կողմը կա, հա, չկա Վարդան Ղուկասյանը, բայց ես պայմանավորորեն եմ ասում, վաղը այսօր Վարդան Ղուկասյանն է, վաղ ուրիշն է լինելու, չէ՞։ Բայց մի շերտ բացահայտեց իր համար, որ եթե չկա լիդեր ինքը ոչինչ բանա, մի շերտ էլ բացահայտեց, եթե չկա լիդեր, ինքը ինչ որ մի բան է, որ կարող է օգնի այդ լիդերին ազատելու, ուժեղացնելու, օգտակար լինելու, սա էվոլյուցիոն, պարտադիր process է, որտեղ ֆիլտրվում են եւ ձևավորվում են նաեւ լիդերները, ապագա։ Սա պարտադիր է, սա էվոլյուցիա է, եթե մի ազգ չի անցնում այս էվոլյուցիայի միջով եւ իրան բոլոր ղեկավարները ինչպես մեր մոտ ա եղել, Ռուսաստանից նշանակվել են, դրանք աշխատել են մի մասը որպես ընդդիմություն, մի մասը որպես իշխանության աջակիցներ, ամենը իր կարմուշկից իր փայլն ունեցել է, դա ማለት մենք չունենք այն ինչ որ պետք է պետականություն ունենալու համար։ Մինչև 2018 թիվը գոնե մենք ունեինք ձևավորված քաղաքացիական հասարակություն, շատ ճիշտ, շատ լավ ձևավորված քաղաքացիական հասարակություն։ Այս Փաշինյանական ճիվաղների ամենամեծ թշնամությունը Հայաստանի Հանրապետությունում նաև նրա մեջ էր, որ ոչնչացեցին նաև քաղաքացիական հասարակությունը սրանք։ Ուղղակի ոչնչացեցին։ Մի մասին դարձրեցին իշխանամերձ եւ այդ ձևով կամ կոտրեցին, կամ գայթակղեցին, կամ փչացեցին, շպրտեցին դուրս, այս մյուս մասը ուղղակի մնաց լուսանցքում, որովհետեւ զրկվեցին այն հնարավորությունից, ինչ որ կար առաջ գոնե, ազնիվ խոսք եմ ասում, սա Սերժ Սարգսյանի կոմպլիմենտ չեմ ասում։ Սերժ Սարգսյանի ժամանակ կար քաղաքական հասարակություն, որը ուներ ազդեցություն, որը ուներ պայքարի ինչ որ ձևեր ու տրամաբանություն։ Այսօր դա չկա։ Այսօր դա չկա, որտեղ մեթոդներն են ավելի բիրտ, հա, օրինակ մեթոդներն են ավելի կոպիտ ու դաժան։ Եղածքով Ինչ եմ ուզում ասեմ, հարգելիներս, աշխարհում չկա ոչ մի սարսափելի բան, քան հանձնվելը։ Այն որ մարդ չի հանձնվում, այդ չհանձնվողին ոչ մի բան չի կարող կոտրել։ Ոչ մի բան չհանձնվող շերտ ունեցող
առաջնորդը, հա, հետևում այդ չանձնվողների շերտ, ինքը արդեն հաղթանակած է։ Դա լինի, չգիտեմ, Նելսոն Մանդելան, դա լինի Չե Գևարան, դա լինի այսօր վիճակով թեկուզ Վարդան Ղուկասյանը, ով ուզում ալի, երբ որ ինքը բանտում է ու գիտի իր թիկունքում կա չհարցնվող շերտ, ինքը կարևոր չի որտեղ է։ Ինքը գիտի, որ այդ գործը մնում է, գործը շարունակող կա, նույնիսկ եթե ինքը բանտում է նստած, հակառակ դեպքում ամեն ինչ կլինի ասես մի անգամվա ակցիաներ, մի անգամվա։ Ես այս բանն էլ պատմեմ ու անցնեմ առաջ։ Այն 2015 թիվ, հա, 2015 թիվ հարյուրամյակը։ Ժամանակ կար հարյուրամյակ առանց ռեժիմի շարժում։ Տեսեք, ճիշտ տեղն եմ պետք է պատմեմ։ Հիմնադիր խորհրդարանն էր, այդ նախաձեռնողը, որ այդ օրը պետք է ապրիլի 24-ին այդքան մարդու պետք է գա հարյուրամյակին Հայաստան, պետք է մի խոսքով հավաքել, մոբիլիզացնել եւ քշել իշխանությանը։ Մեկ ամիս դրանից առաջ ձերբակալվեցին հարյուրամյակ առանց ռեժիմի շարժման 5, կարծեմ 5, ասենց ասեմ, առաջին դեմքերը ընդեր Գարեգին Չուկազյան, Ժիրայր Սեֆիլյան, Վալուժան Ներավետիսյան, Գևորգ Սաֆարյան, կարծեմ մեկ էլ Պավլիկներ։ Ինչ որ այ 5 հոգի կարևոր ձերբակալվեցին։ Կալոն ձերբակալվեց, բայց ազատվեց հետո Կալո Եղնուկյանը մի այդ օրվա մեջ վերջում, բայց ինչ որ այ բայց դրանց կար էլի մարդիկ, որոնք վերցեցին իրենց վրա պատասխանատվություն շարունակելու, ու այդ օրը հայտարարվեց։ Ինչ ուզում լինի, ապրիլի 24-ը կայանալու է, ասենք թավակը կայանալու է, հա։ Մի խոսքով մենք արդեն սկսեցինք աշխատել, շարունակել, ասուլիսներ տարածել, մեզ ոչ մի բան հնարավոր չի կոտրել, մեկը մենք անելու ենք, ուզում եք բոլորից ձերբակալեք։ Բայց միևնույն ժամանակ մտածում ենք, այ հիմա մնացել ենք, ասենք 7-8 հոգի, ասենց, հա։ Մեզ էլ են ձերբակալելու, եթե այս շաբաթ չէ, մյուս շաբաթ, ու մեզ արդեն նորություններ բաներ էր, ինֆորմացիան հասնում էր, որ մեզ էլ են ձերբակալելու։ Այն ժամանակ մտածում ենք, որ պետք է լինի նաև երրորդ խումբ, որ նույնիսկ այս խմբին ձերբակալելուց հետո Էմյուս խումբը, ոնց խոստացել է ժողովրդին հրապարակենք հրավիրում ապրիլի 24-ին, հա։ Այդ ժամանակ, քանի որ երրորդ խումբը ստեղծելու համար չկար բավականին ռեսուրս, մեկ շաբաթ առաջ ապրիլի 24-ից այդ մեր ժողովը, որ 7 թե 8 հոգի ենք կարծեմ, Ալեքներ Ենիգոմշյան, ես էի, Կարոն Եղնուկյան, մի խոսքով, ասացի ոնց որ չեմ հիշում։ Ինչ որ է, այդ օրը էլ մենք գիտենք, որ մեզ էլ են ձերբակալելու։ Արդեն հասնում է, գալու են ձեր հետևից էլ, որ 24 պիտի չլինի, աշխարհի ուշադրությունը լինելու է Հայաստանում, ապրիլի 24-ին ոչ մի հավաք պետք է չլինի։ Մի խոսքով, այդ օրը փակ ժողովի ժամանակ որոշվեց, որ նույնիսկ եթե մեզ բոլորին ձերբակալեն, մի հոգի մեզանից պետք է լինի դրսում։ Մի հոգի։ Եվ ժողովը որոշեց, որ այդ մի հոգին պետք է լինեմ ես։ Որ ես իրավունք չունեմ ձերբակալվելու։ Ես որ որոշեցին, ես ասեցի, եղավ, ես գնացի, ես դուրս եկա, երեխեքս 7-8 տարեկան էին այն ժամանակ։ Վերցեցի կնոջս հետ ու մենք անհետացանք մի քանի օրով, առանց հեռախոս, առանց բան, որ հենց ապրիլի 24-ի օրը մենք պետք է մեր պայմանավորված տեղում լինենք եւ մի խոսքով տանենք մեր շարժումը առաջ։ Ինչ որ այ մենք այդպես էլ արեցինք։ Ուղղակի այդ օրը ով մասնակցել է հիշում է, ահա որ ցուրտ անձևոտ խայտարակ եղանակ էր, մենք հավաքվել էինք երևի 200-300 հոգի, մեր դիմաց կանգնած էր 2000 հոգանոց Օսիպյանի, որ հետո դարձավ հեղափոխության սրտի, հա, ոստիկանապետը, Օսիպյանի զորքը ու կանգնած էին այսպես մեզ դեմ։ Ու պատրաստ էին մեզ, այսպես բոլորիս, շանթ երկու անել, հիշում եք, չէ՞, շանթ Հարությունյանը ոչ մեկին ոչ մի բանից չէր տվել, ընդամենը մի 10-12 հոգով իրանք փողոցն էին անցնում, փողոցը։ Իրանց էլ ուղեկցում էր Օսիպյանը։ Օսիպյանը ժամանակ ինչ որ մի հատ պրովոկացիա արեց, այդ մարդիկ ոչ մեկ ոչ մի բան չէին մտած, ոչ մեկին ոչ մի բան չէին արել։ Փողոցն էին անցնում Մաշտոցի։ Բոլորին ձերբակալեցին, խուլիգանության հոդվածը դրեցին իրանց վրա եւ ամենքին մի քանի տարի, շանթը միջև վերջ իր բանը տարավ։ Միջև 18 թվականի, կարծեմ սեպտեմբեր, կարծեմ նստել է ինքը։ Իսկ իրենց բռնել էին 14 թվականին, կարծեմ 13 թե 14 թվականին, մի խոսքով այդ ժամանակ էր։ Այսինքն մենք այդ ամենը տեսել էինք։ Ես որ տեսա այդ վիճակն, ես շնորհակալություն հայտնեցի բոլորին, ես էի միտինգը վարում, իրենց պատրաստակամության համար եւ խնդրեցի ցրվել։
ուղղակի գնալ տներով մենք այս բանով ուժերի հարաբերակցության մեջ մենք չենք կարող ոչինչ բան անել շնորհակալություն որ դուք եկել եք ես ձեզ ոչ մեկին չեմ ուզում վնաս տալ հա վտանգել ձեր ազատությունը եւ այլն որովհետեւ ուժերի հարաբերակցությունը 2000 զորք կողքդ կանգնած այսպես պատրաստա քեզ ուտի դա արեբունի թանգարանի մոտ էր ինչ եմ ուզում ասեմ ցանկացած շարժում ունենում է այս էվոլյուցիաները ցանկացած լիդեր պետք է իմանա որ ցանկացած ժամանակ իրան կարող է մոբիլիզա բանանը նեյտրալիզացնել կարող են սպանել կարող են ձերբակալել կարող են կաշառել ամեն ինչ կարող են կարող են վախեցնել բայց պետք է թիկունքում բան լինի Վարդան Ղուկասյանը դրան պատրաստ չէր Վարդան Ղուկասյանը չուներ այն հետևող կազմակերպչական թիմը որ այսօր ամեն ինչը պետք է աներ հա սա էվոլյուցիա է Եվ հուսով եմ այս ամեն ինչի արդյունքում կծնվի եւ կձևավորվի այն մարդկանց շերտը, որոնք պատրաստ են այս պահերին վերցնել իրենց պատասխանատվություն ու գնալ առաջ։ Այ երբ որ ռեժիմը տեսնում է, որ այդ շերտը կա, ձեռքերը վերաբարձրացնում, որովհետեւ երկրորդ ձերբակալությունները արդեն չկայացա, որտեղ միայն գիտեին, որ մեկը բռնել, ասենք եթե Ալեք Ելնիգոմշյանին կամ չգիտեմ, Կարոյին նորից տանեն փակեն Մեկը մի օնք իրանց մեջից գնացել է իր տեղներ ոչ մեկ չի այդ օրը գալու է մեկը դա կայացնել է այդ դեպքում ինչ իմաստ ունի երկրորդ անգամ բան անել ասեն գնալ այդ ձերբակալություններին կյանքը որը սովորում ենք փորձա կենսափորձա եթե ուղեղներս բավականին հերիքի կօգտագործենք դա օգուտ մեզ եթե չէ կմոռանանք դնենք ինչ որ միտեղ հերու պահեստում եւ կկրկնենք նույն սխալները։ Ամեն դեպքում Ժորժան կա այն ինչ որ կա, հանձնվել չկա, որտեղ մեր թշնամու երազանքն է, որ տեսնի մեզ հանձնված։ Այդ երջանկությունը իրեն չենք պարգևելու։ Եվ այսպես գնանք, տեսնենք ինչ կա Հայաստանում։ Այսօր հայտարարակ մի բան հայտարարվեց, ես հետո հետ փորձեցին հերքել, հետո չգիտեմ, ինչ որ հերքումը լավ չստացվեց Ես 100% չեմ կարող ասել ճիշտ է թե ոչ, որովհետև ինչ որ հերքելու փորձեր եղան։ Մենք ժամանակ կտանք Եղիշեկ Կիրակոսյանին պարզաբանելու, որ արդյոք ինքն ու իր թիմը հրաժարական են տվել, եթե այո, բարձրաձայնել են բոլոր վտանգները կամ այն պահանջները, որ հնչել է իրենցից։ Եվ այսպես ինչու պետք է Եղիշեկ Կիրակոսյանը հրաժարական տար իր թիմով եւ ով է Եղիշեկ Կիրակոսյանը։ Եղիշեկ Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր մարդու իրավունքների միջազգային դատարանում։ Եվ 23 թվականի փետրվարին, երբ որ կայացվեց որոշում միջազգային դատարանում, որ պետք է բացվի, անպայման բացվի Արցախի հետ կապող ճանապարհը, այդ ժամանակ Եղիշեկ Կիրակոսյանը ինքը պետք է դիմեր չբացելուց հետո, որպես Հայաստանի ներկայացուցիչ ՄԱԿ-ի խաղապահներին միջազգային եւ պարտադրեր դատարանի որոշման կայացումը։ Եղիշեկ Կիրակոսյանը դա չարեց ու իմ խորին համոզմամբ ունի արդեն իր պատժի մի ինչ որ բան փաստ իր վրա, որ իր թերացել է իր կատարման պարտմանի մեջ։ Այս վերջերս էլի հասունացավ այս խոսակցությունները, որ հիմա էլ Փաշինյան Նիկոլը որոշել է փրկի Ալիևին միջազգային դատարանի հայցերից, այսինքն կանչի Հայաստանի բոլոր հայցերը։ Մենք էլի անդրադարձանք Եղիշեկ Կիրակոսյանին, ասեցինք ավելաբանտեղ ինքնասպան լինես, քան դու դա անես, որովհետև դա անել նշանակում է դառնալ Փաշինյան Նիկոլ 2, հա։ Ճակատագիրը լինելու է այն, ինչ որ Փաշինյան Նիկոլինն է լինելու։ Եթե չես կարող դիմադրել, գոնե հրաժարական տուր։ Հիմա ասում են հրաժարական ատվել։ Ամեն դեպքում փորձեցին հետո հերքել, ես չգիտեմ հիմա, չեմ կարող պնդել հերքումը ճիշտ էր, թե սարկացա, թե սայա սարկաց։ Կապրենք եւս մի երկու օր, միջև տեսնենք Եղիշեկ Կիրակոսյանը ինքը վերբալ ինչ է ասում։ Եթե սա ճիշտ է, Եղիշեկ Կիրակոսյանից ակնկալում ենք, որ նա բացահայտի բոլոր մանրամասները ժողովրդին, որ այս տականքը Իրանից պահանջելը չեղյալ հայտարարել, հետ կանչել Հայաստանի Հանրապետության բոլոր դիմումները այս բանի մի խոսքով Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն բարձ ասի, որ սա գործում է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ միջազգային դատարանում նաև։ Սա շատ կարևոր հայտարարություն է։
Եվ բացի այդ հայտարարությունից, բացի մանրամասները բացելուց, ինքը պարզ կոչանի բոլոր իրավաբաններին, որոնք պոտենցիալ կարող են աշխատել իր փոխարեն, որ անպայման Նիկոլ Փաշինյանը գործունեին դե կնշանակի, որ հաջորդ ինչ որ բանը ներկայացուցիչները դավաճանեն Հայաստանի շահերին։ Սա դավաճանություն է։ Տեսեք, դավաճանությունը բանակի գեներալների արածը, դավաճանությունը Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարների արածը։ Ով գնաց դա արեց, ինքը ենթակայա գնդակահարման, ինչ ասեմ, այսինքն ինքը ենթակայա նեմեսիսի։ Այսինքն սա այդ նույն կարգի հանցագործությունն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այնպես որ Երիշե Կիրակոսյան, մենք սպասում ենք քո եւ քո թիմի բացատրություններին, ինչ ա եղել արդյոք, թե չի եղել եւ ինչ ես դու հորդորում մնացած իրավաբաններին, որ կարող է գնան ու իրենց գլուխը դնեն դանակի տակ։ Որովհետեւ վաղ թե ուշ դա կայանալու է։ Հասկանում եք, այդ դատավարությունը, այսօրվա դավաճանների, նեմեսիսները, հայկական նյուրնբերգները լինելու է ով ուզում է հավատա, ով ուզում է չհավատա։ Որովհետև պատմությունը կրկնվելու բան ունի, խացիատ ունի, կներեք խոսքիս համար, ինքս այս թվաբանական ճշգրտությամբ ինքը կրկնվում է։ Ու ոչ մի բանից հնարավոր չի խուսափել։ Ոչ մեկ երբևէ ոչ խուսափել է, ոչ էլ կարող է խուսափել։ Ոչ Հիտլերը, ոչ Ստալինը, ոչ մեկը չի խուսափելու։ Ոչ Պուտինն է խուսափելու, ոչ Նետանյահուն է խուսափելու։ Ոչ մեկ չի կարողանալու խուսափել։ Ամեն մեկ իր ժամանակին իրանը ստանալու է։ Եվ այսպես։ Հա, այն էլ մարդ, որ տեսեք 9800 քվեարկողների մեջ ընդամենը 14%-ն է հավատում, որ իր գործունեությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ 86% ասում են իր գործունեությունը ծառայում է թշնամուն։ Այսինքն Երիշե Կիրակոսյան եւ պոտենցիալ Երիշե Կիրակոսյաններ դուք պետք է ընտրություն կատարեք, դուք ում եք ծառայում։ Այդ 1200 հոգուն, ես ասել եմ, չէ՞, Փաշինյան Նիկոլը ունի ամբողջական ինտերնետ տարածքում թուրքեր, ադրբեջանցիներ, սաղ միտեղ իր ֆեյքերը 1000-ից 1500 հոգի։ Սա է իր ռեսուրսը։ Նույնիսկ ասում, սա ինտերնետ քվեարկությունն է, այստեղ կարող են մասնակցել եւ Ադրբեջանից եւ Թուրքիայից կարող են նայել։ Մեզ բան չի։ Ու ես ասել եմ, չէ, որ զորամբողջ 5% նայում են Թուրքիայից։ Ես չգիտեմ, այնտեղի հայերն են նայում, թե հատուկ ծառայություններն են նայում կամ թուրքերն են հետաքրքրված։ Եվ Ադրբեջանը։ Եվ այսպես, պետք է հասկանա ապագան Երիշե Կիրակոսյանը, պայմանականորեն ասած, որ ինքը հանկարծ եթե գնաց դեմ Հայաստանի Հանրապետության, ինքը գնում է Հայաստանի Հանրապետության բնակչության 86%-ին առնվազն։ Ու պատկերացնում եք մեկի վիճակը, որ ինքը ասենք Հայաստանի Հանրապետության վարչապետ չի, ինքը հասարակ մահկանացու է։ Ինչ եմ ասում, վարչապետ չի, ինքը բաներ չունի, հա, այդ պաշտպանված չի, ծերախանի ծերներ չունի, հա, զրահապատ մեքենայում չի գալի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ցանկացած մեկը, որ գնում է 86%-ին դեմ, դա կամիկաձե է առնվազն։ Դա մեզ զգուշացնում եմ ապագա կամիկաձեներին չանել նման բան։ Տենց բանանել է նույնը, ոնց որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրելը։ Ենթակայա գնդակահարման։ Վախթան Ղուկասյանը կասել առանց դատի, ես ասում դատով։ Մեր տարբերությունը տեղ է, նաև։ Հա? Ես ասում ամեն դատ ու դատաստանով չի ասում, կգնդակահարենք, հետո կդատենք։ Դե ինքն էլ իր մեթոդաբանություն ունի, այստեղ մենք տարաձայնություններ ունենք։ Բայց որ դրանք ենթակային գնդակահարման, այս հարցում մենք լրիվ համամիտ ենք։ Այդտեղ մեր մեջ ոչ մի տարբերություն չկա։ Եվ այսպես լսենք մեկ պահ մեր ընկերոջը, ինչ ասելու դրանց մասին։ Տեսեք, ու այս ընկերոջ տեղը կարող է լինել ցանկացած մեկը մեզանից։ Շիշլով։ Ուրեմն բարև ձեզ։ Ովքեր ինչ ճանաչում են, ով էլ որ չի ճանաչում կներկայանան, որ ճանաչեն, հասկանան ինչի մասին եմ խոսում ու խի եմ որդորված խոսում։ Արսեն Ազգանոց Ղուկասյան, 44 օրյա պատերազմում անետ որած Սարգիս Ղուկասյանի օրեղբայրն է։ Ուրեմն ինչի վերաբերյալ եմ ես հիմա ուզում կիսվեմ բոլորի հետ, առավել ևս անհետ կորած զինվորների հարազատներին է խոսքս վերաբերվում, առավել ևս ձեզ։ Ուրեմն այսօրվա գիտեք, Կիրակոսյան Երիշեն իր ամբողջ թիմով գործից հելել է, ասենց ասեմ։ Ու պատճառը դա, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր
այդ հարցերից Ադրբեջանի դեմ, բայց մենք ծնողներ լավ գիտենք, որ ունենք 80 եւ ավել հայցեր ներկայացած մեր անհետ կորած երեխեքի վերաբերյալ։ Հիմա ես իրավաբան չեմ, բայց ինչքան ինձ հասանելի է դառել ինֆորմացիան, ինչ է նշանակում մեր երեխեքին, այսինքն պահանջ էլ չունենք, այս պետությունը մեր երեխեքի պահանջով են հայցերը ներկայացրած, որոնք որ Կիրակոսյան Եղիշենը ներկայացրել, հիմա ինչ Հայաստանի Հանրապետությունը ասում է հետ կանչեք, մեր երեխեքին մեզ չունեն էլ տալու, այդ ոնց է տենց ելնում։ Բա դուք այսքան ժամանակ մեզ ասում եք մեր երեխեքը Ադրբեջանում են։ Հետո Նիկոլ Փաշինյան կոչեցյալ է հելել ծնողներին ասել է Ադրբեջանի նախագահն ասում է չունեմ, ինչ կա այս գերիներն են, այն մնացածի մասով ոչ մի բան չունեմ։ Անգամ ասել էր երթում ա կերը որ չունի։ Բա որ մենք Ադրբեջանում երեխա չունենք։ Այդ Ադրբեջանը մեզի տալու բան չունի։ Բա ուր են արա մեր երեխեքը այսքան վախտել է։ Ձեր մոտ, որը տեղից ելնում է այս երեխեքի Ադրանի Քոչարյան կոչեցյալ։ Դու սրանից հետո մեր երեխեքի անունը տալուց անցյալով չհամարձակվես չասես։ Դու այդ երեխեքի դիակը տեսել ես, որտեղ այդ երեխին արդեն մասունքով ես հաշվում արա։ Ով իմ երեխուն արա դիակը չտեսած իմ երեխուն կթաղի, իրա տունու տեղը։ Այստեղ ես մի քիչ առաջ տամ, որովհետև ասում են ինչով պետք է ասի, ես դրա լրիվ համաձայն եմ։ Որ իրանք արդեն մասունք են։ Այն ալենն ասում եմ գերիլն է մնձի խփեք։ Այս չնի այդ երեխեքը ձեր մոտ են արա գերիել է խփել եք արդեն։ Դուք ձեր արասների համար պետք է պատասխան տաք, արա։ Դուք ձեր չափ ու սահմանը սաղ անցել եք։ Ես չեմ խոսում ուրիշ բաների մասին, ինչ չել, ինձ իմ երեխեն ա պետք։ Արա ծնողներ, հասկացեք, ձեզ հեսա վաղը կֆրանք ասեմ, վարչե դուք երեխա չեք էլ ունեցե։ Ինչ եք ումից ուզում։ Այս մարդիկ հելնում ասում են այդ հարցեր հետ կանչեք, չունենք դեից երեխա ուզելու, ձեզ այդ փափուկ բարձր դրել են գլխների տակ, հանեց կանեն կբերենք, երիտ ուրից բերեն, որ ուզելու բան չունեն, արդեն ասում են չունենք ուզելու։ Դուք հարց կնում եք, դուք ջոգում եք ինչ են ձեզ անում։ 173 հոգի անետ զինծառայող կա, 21 հոգի քաղաքացիական անձ, 23 հոգի հաստատված գերիները, 80 մարմի եւ մասունք, որը դենեթը համընկնում ունեն ու հարազատները տարբեր պատճառներով չեն տանում։ Դե քանը թելեք իրար հետ արեք միտեղ, ձեր բալիկի, ձեր երեխեքի, ձեր աղբերների հիմար տերել եք։ Այսքան ժամանակ ոչ մի անգամ իմ եթերների վաղտ, իմ խոսքի վաղտ, ես հայոյան չեմ հնչեցրել։ Բայց պետք է մի հատ ասվի, որ ուշներդ, գլուխներդ գա ամեն ասածիս համար էլ տերեմ։ Ով էլ ուզնիս պատասխան կուզի, պատասխանը կտամ։ Ով իրա բալին, ով իրա ջիգյարին, իրա հալալին, իրա զուլանին կուրանա, ես իրա տունու տեղը քուն։ Այ ես իստված սկիպ եմ արել։ Իստված անցել եմ։ Այսօր ասում են արդեն չկա իրանցից ուզեն։ Բա ումից ուզենք, արա, ասեղ էին կորան այդ երեխեքը։ Ինչ արիք այդ երեխեքին գլուխները ոնց կերակ, արա։ Ինչ արիք, պատզապչած տարի ծախիք, այս էլ պապիխսներ։ Հերիք է լավ, արա, կերակ կյանքներս, արա։ Ներողություն եմ խնդրում հայրաքիս համար, բայց ճիշտ եմ ասում։ Ես կարող եմ, ես էլի սկսեց սիրտս արագ խփել, ես արդեն մի անգամ էսի լսել եմ։ Պատկերացնում եք Եղիշե Կիրակոսյաններ, այս բանը չի անցել։ 5000 ծնող ավել անետ կորած գերիներով հաշմանդամ։ Ուրեմն գիշերը քնում է, ձեզա տեսնում, առավոտ աչքերը բացելուց առաջինը ձեզա տեսնում։ Երբ է օրը գալու, որ դուք լինեք անպաշտպան, այսինքն էլ չլինեք իշխանություն։ Դե գիտեք, չէ՞ որ դուք դառնում եք թիրախ։ Բոլորը դառնում եք թիրախ։ Ու ոչ մեկ ձեզ անվտանգությունը չի կարող երաշխավորել։ Դուք այդ հազարներով ուր եք փախնելու։ Դուք չեք հասցնելու փախնեք։ Այս մարդկանց անեցքից, հետապնդումներից ուր պիտի փախնեք։ Լոս Անջելես։ Այ Լոս Անջելեսում ավելի ապահով ձեր վիզը կկտրեն։ Տեղ չկա աշխարհի վրա, որ դուք կարողանաք փախնել ու ձեզ չճանաչեն։ Ձեր մաքսիմում կամ փախնեք Մոսկվա, կամ փախնեք Լոս Անջելես։ Մաքսիմում աշխարհի վրա տեղ չկա, որ հայ չլինի, աշխարհի տեղ չկա, որ ձեզ չսպասեն։
Հասկան, մեկ 5000 ընտանիք այ սենց սպասում է ձեր այս բաներին։ Այդ օրվանն է սպասում։ Հիմա դա ամեն ասում պոտենցիալ Երուշեք Կիրակոսյան։ Դու կլնես թե կոտեղը ուրիշի կօգտագործեն, կուղարկեն, դուք պետք է շատ լավ հասկանաք բան։ Էս չի ժամկետ չունի սա։ Անես չի որ, վաղ վերջ, լավ, անցավ, վաղ մոռացան մարդիկ, չկա, այս բան չկա լող լինել։ Ու այս ամեն ինչը պետք է հետևանք ունենա։ Ունենալու է։ Ունենալու այս տխմանները նույնիսկ չեն էլ հասկանում ինչ է գալու իրանց գլուխներին։ Ազնիվ խոսալ, հələ էս տաղանին լսեք, կնես ասել, թե առհասարակ մարդը ինչու պետք է հետևի այս գաղափարախոսությանը եւ ինչի համար է սա։ Վարչապետի ներկայացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունն իրականում այս ողջ ընթացքում, հատկապես հեղափոխությունից հետո, մենք եւ մեր գործունեության ընթացքում եւ տարբեր ելույթների ժամանակ մեզ համար սա ուղենշային է եղել, այսինքն հատված սրանց մասին եւ խոսել ենք եւ գործել ենք ըստ այդմ, սակայն հասկացաք ինչ է ասում գաղափարախոսության հասկանում եք ինչ է ասում այդ իր ասած իրական Հայաստան եք հատված եւ ասել է եւ գործել են, այսինքն եղած առաջին օրվանից այս իր ասած 27340 կիլոմետր է ինչքան է իրանք եղած առաջին օրվանից սա իրականացել են հատված համասել են համ գործել են համ ասել են համ գործել են հիմա ես չգիտեմ այս տխմադը այս որ հիմա ասես խոսում է այս ոչնչությունը այս զարորին մունացան գդել ասում էս ով ասում ինչ կապ ունի ով ասա հերթական ուսապարկն անդես մեկին գցել են ուսին ասել են վերինգին դեր ու ինչ կասեն քեզ կասես ու ինքը հիմա խոսալով ինքը հայտարարում է իր հանցագործության մասին արա ԱԾ դատախազությունից եթի մեկն դե նստած այս մարդիկ ասում են ասել ենք ու հատված իրականացել ենք ու այս լրագրողը չի ասում այ ոչնչություն դուք որ եկաք 27000 քառակուսի կիլոմետր չէր Հայաստանը։ Բան չի ժամանակ չեք ասում, որ դուք եկել եք Հայաստանը փոքրացնելու։ Ով է ձեզ թույլ տվել, որ դուք ձեզ կոչեք լրագրող։ Ձեր դիմաց կանգնած մարդը պարզ հայտարարում է, որ մենք եկել ենք սա իրականացնելու։ Դա շլսենք էլ։ Նշված դրույթները մեկտեղված չեն եղել։ Եվ կարծում եմ անհրաժեշտություն էր դա ունենալ որպես մեկ ընդհանուր փաստաթուղթ, որից պետք է եւ պաշտոնյաները բխեցնեն իրենց գործունեությունը եւ քաղաքացիները։ Հասկացաք, ուղղությունից են ունեցել, որ sense պետք է անեք։ Ու իրանց կարծիքով համ պաշտոնյանը դες պետք է աշխատեն, դե տվեցա, մեթոդիչկեն։ Sense պետք է անեք։ Բոլորի համար։ Այն որ ասում սրանց մեջ մարդ չկա, որ կարող է մասնակից չլինի, որտեղ իրանց ասել են, սա տվել են, սա պետք է անես։ Ու իրանք ասել են հա դրան։ Եկել են 39000 քառակուսի կիլոմետրի վրա։ Ասել են ախպեր, տակը էսի պետք է մնա։ Տակը էսի պետք է մնա, ու սա պետք է անել։ Մարդը պարզ ասում է, ոչ միայն մենք պետք է անենք, ասում է, քաղաքացիներն էլ այդպես պետք է ապրեն։ Հիմա հասկանում եք, ոչ միայն իրանք են այդպես ապրում, մեզ էլ ապրացնում են այդ օրակարգով։ Հայաստանի Հանրապետության ապրեն, աշխատեն, զարգանան այս ուրեմն կետերը հաշվի առնելով եւ հիմք ընդունելով հենց սրանք։ Սա իրականում եթե կարճ խոսենք, հա, ընդհանուր առմամբ ինչի մասին է, սա մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքի վրա կենտրոնացումն է եւ մեր իրավահարաբերությունները հենց նաեւ մեր ապագան, մեր գործունեությունը, մեր անվտանգությունը, մեր անձի համար ամենակարևոր ուրեմն երևույթները հենց այս մեր իրական տարածքի մեր պետության վրա կենտրոնացնելն է, այլ ոչ թե մտածածին ինչ որ Հայաստանների ավելի միգուցե որոշների համար մեծ հարցը լսեք ինչ որ մի տարածքի հետ կապելը։ Այսինքն պետությունը, իշխանությունը ըստ այս գաղափարախոսության է այսուհետև շարժվելու։ Ասում չի ասում, արա ոնց է մտածածին։ Փաստորեն դուք եկել եք մտածածին չափերի վրա։ Լսեք, ինչքան կարելի է անգրագետ լրագրողներին ուղարկել ավելի անգրագետ է սուսապարկերի մոտ։
Այն կերեդակդոր ինք ասում է մտածածին այդ մնացածը, դու չես ասում, հələ մի վարքան, այ եթիմ։ Այ եթիմ։ Նախ քո ասած 27400 քառակուսի կիլոմետրն էլ չկա արդեն։ Հա? Երկրորդն ինչ է մտածածին, հələ, որ դուք եկել եք Հայաստանի սահման ինչքան է։ Դուք որ եկել եք, ինչ սահմանների վրա եք եկել բանը իշխանության։ Ձեզ որտեղ են ընտրել, ձեզ Բաղանիսում ընտրել են, չէ՞։ Ձեզ Բաղանիսում, Ոսկեպարում ընտրել են, ընդ ընտրական տարածք ա եղել, մարդը գրանցված ա եղել, ու այդ տարածքում քեզ ընտրել ա։ Ու այդ մարդը հիմա այդտեղ չի ապրում, դու ասում ես, էսի քոնոտունը չի, բայց քեզ այնտեղ ընտրել են։ Լավ, իսկ կարելի է այսքան դատար կլինել, այսքան անտեղյակ լինել։ Դու գնում եք գործը, ձեր արած գործը նայում են մարդիկ, չգիտեմ, քանի հազար հոգի են քեզ նայել։ Քեզ նայել են 1000 հոգի, էս էլ է քեզ շատ։ Իրոք շատ է, քեզ կարա նայել մաքսիմում 10 հոգի։ Դա ինձ ավելի իրավունք չուներ քեզ նայելու։ Էլ մարդ ուրիշ բան չի անում։ Ուղղակի ես ներբես արդեն չի երեքում։ Վերջում ինչ ասում։ ՌԴ-ի հետ հարաբերվում ենք փոխադարձ շահերով եւ ունենք ինչպես սերտ կապեր, այնպես էլ խնդիրներ։ Իրանք փոխադարձ շահերով, այսինքն իրանք ասում են, որ ուղիղ Իշում եք արայք անասուն են, ունիտազ արայքներ ասում, որ իրանք ամեն ինչ համաձայնեցել են Արցախում ռուսների հետ։ Սրանք են ասում, մենք ամեն ինչ համաձայնեցում ենք ռուսների հետ։ Ես ուղղակի չեմ ուզում իջե վերջ նստենք, այդ ներվերը չի դիմանում։ Սրանց կարելի է լսել ու ինֆակտ ստանալ, կամ հակառակը։ Հետո էլ ասում եք քթուր տալ։ Այս ավտոբուսները հիշում եք, այս մի տարի է բանում է։ Մի տարի է, հիշում եք այս այսօր ի վերջո ընդունեց Վանաձորի ավականին եւ առաջիկայում Վանաձորն ու Գյումրին կարող են շահագործել դեռ անցած ամռան նստացած էլեկտրական ավտոբուսները։ Բայց այդ հասկանում եք, ամառը նվեր են ստացել։ Միջեմա չէին ընդունել։ Ինչի՞, ոչ հենց ընտրություններից առաջ բաց էին։ ծրագիրը ղեկավարած Նատալիա Լափաուրին նիստի ընթացքում անպատասխան թողեց Վանաձորի ավականու անդամների հարցերը ծախսված գումարների վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվությունները ձեր կուրեն եւ այդ մեղադրանքների արդարացումը, պաշտոնական արդարացումը ուր է։ Առաջացել են բազմաթիվ հարցեր եւ դուք շատ լավ հնարավորություն ունեք բարձրաբանումներ տալու, բայց բարձրաբանումներից խուսափում եք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ Լուսինե Թաթևոսյանն ու Նոնա Հովհաննիսյանը հայտարարեցին, այս թանկարժեք ծրագրի մասին Ազատության 10 օր առաջ հրապարակված հետաքննությունը իրենց մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել ու կասկածներ ունեն, թե միջոցներն անարդյունավետ են ծախսվել։ Հարցը ունի հանրային մեծ հնչեղություն։ Եթե դուք կարող եք այս բանում ներկայացնել բարձրաբանումներ, հավաքանում ներկայացրեք բարձրաբանումներ, եթե կարող եք փարատել կասկածները, փարատեք կասկածները, կան մտայնություն, որ ասած դեմքն է։ Ոնց ասեն, աղբի ջան, 4 միլիոն եվրո կերել են 5 հատ ավտոբուս անդամները։ 4 միլիոն է, սա 4 միլիոնը ծրագիր է 5 հատ ավտոբուսի համար։ Ու ամառը վերցել էին, Անդվորում, ամենը նվեր է։ 4 միլիոն ինչի վրա են ծախսել։ Սպասարկման կենտրոններ չունեն։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում 10 ամիս կամ 9 ամիս ավտոբուս էնել էլեկտրական, պահել, չօգտագործել։ Պատկերացնում եք ինչ է նշանակում։ Նշանակում է առնվազն այդ ամենաթանկարժեք մասը դրա բատարիաները, մարտկոցները։ Արդեն կեսով չափ շարքից դուրս են եկել, որովհետև մարտկոցը երկարատև կյանք ունենալու համար ինքը պետք է ամեն օր լիցքաթափվի, լիցքավորվի, ինքը որ այդ process-ը չի ապրում, ինքը փչանում է։ Ամառվանից այդ նվեր են ստացել, միջեմը չէին ընդունել։ Տեսել եք այդպես բան, ավտոբուսի կրիզիսը ամենտեղ ավտոբուսներն էլ էլեկտրական։ Դրել են, չեն ընդունում նվերը։ Բայց 4 միլիոն դոլար արդեն ծախսել են դրա վրա։ Չեն ընդունում։ Նվերի վրա 4 միլիոն դոլար ծախսել, չեն ընդունում։ Ինչի՞, ոնց, ընտրություններից առաջ մի հատ շամպանսկի չբացենք, պզզնենք վրայքները։ Այդ է ասած։ Լսենք սա։ Եվ այսպես, ասում լսենք, ես էլ եմ արդեն քիչ քշվում։ Այս աղջիկը փաստաբանը գրում է, Սոնային հիշում եք։ Հա,
Այժմ են պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այսօր պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր Ավտո Շարասյան կողմից վրանի ենթարկված սոնամնացականի գործով տուժող կողմն արդյոք կասկած ունի, որ ինքը միջամտում է գործին։ Թե չէ, ինքը կասկած չունի, ինքը վստահ է։ Ասեմ շատ ուղիղ, տուժող կողմը համոզված է, որ միակ ՀՀ վարչապետի ուղակի կամ անուղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից 3 տարի անց ոչ մեկ չընթացվել քրեական պատասխանատվության։ Նույնիսկ չազատվել աշխատանքից դատարանի պարտավորությունից հետո Ավտորաշարասյան ղեկավարի կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին քրեական հետապնդում չհարուցելու մասում որոշումը կայացվեց։ Նույնիսկ քրեական հետապնդում չկա, էդի առանց վարչապետի հրամանի ոնց կարող է լինել, ակնհայտ մարդ է սպանվել, քրեական գործ չկա։ Ասում է, մեկը կասկածում է, որ ես միջամտել եմ, ոչ մեկ չի կասկածում, բոլորը համոզված են, որ դու ես միակ միջամտողը, ու առանց քեզ հնարավոր չէ, որ մարդ սպանեին ու գոնե քրեական գործ չհարուցվեր։ Իսկ Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցության միջամտության մասին։ Հասկանում եք, նույնիսկ այս ձայնագրությունը Շարասյանն է, որ անդադ հաչում են իրար հետ, ճայ, ես բազեն եմ, այսինքն եթիմ եմ տանում ես ինչ տեղը։ Նույնիսկ այդ ձայնագրությունն անհետացվել։ Ոնց կարող է։ Այսինքն անհետացել է, ասում եմ կարող եմ մտածում եք ես եմ ասել, որ անհետացնեն այդ ձայնագրությունը։ Չէ, ոչ մեկ չէր կասկածում։ Չէր կասկածում, ինքն ասում է մի բան, ախպեր, իմ անունից սպանեք, դուք պրոբլեմ չունեք։ Իմ անունից ջարդեք, փշրեք, նռնակը քսեք ոտեի տակ, դուք պրոբլեմ չունեք։ Հակառակ, դուք եք իմ պետության ողնաշարը։ Պարզ մեսիջը, արեք ախպեր ինչ ուզում եք, ոչ մեկ այդ պրոբլեմ չունի։ Ուսա գիտեք երբանից եղավ։ Հենց 18 թվականից այն հոտը որ գոռում էր, բա ասֆալտ է, այն որ մենք գոռում ենք, արա, այս անասուն է կա, փոխանակեն սայթարի դեպքերը, էլեկտրիկ Երևանի դեպքերը, այդ բոլոր այդ հանցագործ ոստիկանների փոխանակ պատժեին, բոլորին ազատեց, բոլորին ներում տվեց։ Սա մի բան է նշանակում։ Ինչ արել եք, պատիժ չի լինելու, շարունակեք իմ համար անել։ Այն ժամանակ որ ասում ենք, սա հանցագործություն է կատարում արդարադատության նկատմամբ, մի հատ հոտային զանգված կա, հոտը գիտեք որն է ժողովուրդ։ Հոտը վատ բան չի։ Հոտը ասես մի հատ անասուն դեմից այդում է, այծի նման։ Մնացածը ասես ոչխարի նման հետևից գնում է։ Հոտը էդ է։ Ոսմսմա մի գնացեք ընդ անդուր դաս, մը չէ, բա ասֆալտը։ Այդ ասֆալտի մասին այսօր առանձին հոտված բան ունենք, հաղորդում ունենք։ Մենք տենց էլ չկարողացանք ասենք, էսի նոր չի դավաճանել մեզ, նոր չի սպանում է սա գործունեությունը հանցագործ սկսելը 18 թվականից։ Ինքն ասես, չէ, մենք պարբերաբար ասելու արել ենք, պարբերաբար ասելու արել ենք, ասես, չէ, դա իր խոսքերն էին մեջի։ Այս տավանին լսեք։ Վազգեն Սարգսյանն ասում էր Ղարաբաղյան պատերազմը պիտի հարգենք, իրավունք ունենք չսիրել։ Զգացիք մի անգամից դուրը չեկավ շուռ տվեց դեմքը, զզվելով, Վազգեն Սարգսյանն են տվել։ Զգացիք։ Սրան, ոնց ասեն, որ կոպիտ չլինի, բայց բնութագրական լինի, էլի։ Լավ, լսենք էլի, դուք ասեք էլի։ Բայց պարտավոր ենք հարգել, բայց դուք օրինակ ասում եք, որ Ղարաբաղյան պատերազմից էլ կարևոր է եղել 2018-ի ինչ իրադարձությունները։ Չեմ ասել ամեն անգամ, ասել եմ ոչ պակաս։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել, այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Այս հաղթանակը ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Վազգեն Ես ես բան չեմ ասել։ Ցանկացած տղամարդ որ սուտ է խոսում։ Նա ամենավերջի մարդն է։ Ինքը կարող ասի գիտեք սխալվել եմ։ Բոլորս է կարող ենք սխալվել, կարող ճիշտ չձևակերպենք մեր
մտքերը, պահի տակ մի բան ենք ուզում ասենք, բայց սխալվենք։ Ամեն ինչ հնարավոր չէ, մարդու համար է, դա ներողություն ինչի համար է։ Սուտ խոսացող տղամարդը ու տենց մարդու կողքը կանգնելը նույնքան տական կլնես։ Այ հիմա սա կողքը ովքեր կան, այսենց նայեք։ Ես առանց վարանելու ասում եմ, սրանք բոլորը Սասուն Միքայելյանն են։ Սրանք բոլորը Նիկոլ Փաշինյանն են։ Հիմա փոխանակ ես ասենք մի 5 ժամանոց հայոյանք տամ, պատկերացնում եք 5 ժամանոց քփուլի սերիա։ Մի բառով դա կոչվում է Նիկոլ Փաշինյան։ Սրանք բոլորը Նիկոլ Փաշինյանն են։ Հիմա սրա կողքը, Նիկոլի կողքը, որտեղ ուրիշ ձև հնարավոր չի, որ մարդ չընդունի, համաձայն չլինի, բայց կողքը լինի։ Կողքը կանգնի, աջակցի, լուրջ ընդունի, բարև տա, ժպտա։ Ուրեմն ինքն էլ նույն ձևի տականքա։ Ժողովուրդ ջան, ես այս պատահական բաներ չեմ ասում, նայեք, քթվաթեսովը քաղաքականության հետ կապ չունի, մենք ընտրություններ ենք գնում։ Գրող այդ ամեն ինչը ոչ մի բան է, եթե մարդը բարոյականություն չունի։ Բարոյական մարդը միայն կարա ունենա արժանապատիվ միջավայր։ Նկատել եք, չէ՞ երևի, հələ մեծ շուրջը նայեք։ Նայեք, այս ընկերական միջավայրը, այս ընկերական միջավայրը, եթե կարելի է դրանց ընկերել։ Այս անբարոյական ընկերական միջավայրները հիմնականում բոլորը իրարից խոսում են, բամբասում են, բոլորը իրար ատում են ու բոլորը ամեն ժամանակ պատրաստ են իրար դավաճանելու, որովհետև իրանք ուրիշ ձև չեն կարող։ Եվ դա փոխարեն կան միջավայրներ, որ տեսնում եք, կարող իրանք շատ չեն, բայց իրար նվիրված, փոխադարձ հարգանք կա, օգնել կա, պատրաստակամություն կա, ջերմություն կա, այնտեղ իրար լսել, սովորել կա։ Միայն այդ մարդիկ կարող ունենան, այդ արժեքային համակարգը կրողը կարող ունենա իր նման միջավայր։ Սուտ խոսացողին ժպտացողը, դավաճանին ձեռը սխմողը, դրանք իրար չեն կարող ունենան, իրանք շրջապատում են իրանց նման տականքներով, հասկանում եք, ոնց որ հայլու մեջ մարդ որ նայում է, չէ՞։ Այս հայլու էֆեկտն է, ամեն մեկը իր կողքը հայլի ունի, անկախ իրանից իր նմանները հավաքում են իր կողքի։ Դա ասում հիմա այս Սասունի, այս թթվիկարի, այս անգրագետ, այս դավաճան, այս ստոսրիկայի կողքը, ով կա, ինքը Նիկոլ Փաշինյանն է, իր նմանն է։ Ով կա, որովհետև հնարավոր չի դու սենց չլնես ու իր կողքը կանատանես։ Սա հայլի է։ Ում կողքը տեսում եք հավաքված է, հավաքում են բացառապես նույն վիբրացիայի վրա ապրողներն ու մտածողները։ Ես զգուշապետ լինել դա համար։ Անցանք ոչ պակաս կարևոր թեմաներին։ Եվ այսպես, ամբողջ աշխարհի դեմ այս մարդը պատերազմ հայտարարել է, ընդ որում նաև մեր դեմ։ Ինձ անընդհատ գրում են, որ Թրամփը հեսա տես ինչ անելու մեզ օգնելու է, ինքը խոստացել է քրիստոնյաներին փրկի, Ադրբեջանին պատժելու է, ես չգիտեմ այս հիմարությունները ովքեր են տարածում, բայց հետևողականորեն տարածում են, ես էլ պետք է ասեմ։ Լսեք, նորից վերադառնում եմ բան, սուտ խոսացող մարդը, եթե այսօր մի բան ասում վաղը հակառակ բան, ինքը բարոյական չի։ Եթե մարդը բարոյական չի, ոնց կարելի է սուտ խոսացող անբարոյական մարդու ասածը լուրջ ընդունել, էնել երկարատև իմաստով։ Այդ ուրիշ բան, որ լիքը մարդ շատ են ուզում են իրար համոզեն, որ տենց է լինելու։ Բայց ցանկացած բանական մարդ մտածում է 1 վայրկյան։ Եթե սա կարող է սուտ խոսա։ Ով կարող է ինձ երաշխավորի, եթե սա կարող է խափի մարդուն։ Ով կարող է ինձ երաշխավորի, կամ ինչ որ մեկին երաշխավորի, որ այս մեկին կամ այն մեկին ինքը չի խափելու, սուտ չի ասելու։ Կամ այն ինչ որ հիմա ասում է, դա սուտ չի։ Ով կարող է նման բան, հասկանում եք, դա գործիքակազմ է, սուտ խոսելը խափելը, դա գործիքակազմ է։ Եթե մարդը օգտագործում է այդ գործիքակազմը, նշանակում է ինքը դու օգտագործում է, նաև կարա կոդը օգտագործի։ Ու այն կարգի բաները, պնդումները, որ սա փրկելու է ինչ որ մեկին, սա Հայաստանը սիրում է, քրիստոնյաներին սիրում է, արա ցավները տանեմ։ Այսօր պետք է ասում է քրիստոնյաներին սիրում եմ։ Ասում է, բայց ինչ անում է, հանում է հրեաների համար։ Ոնց կարող է ինքը քրիստոնյաներին սիրի, բայց ամեն ինչ անի հրեաների համար։ Ոնց, հիմա հարց եմ տես տալի։ Արաբներին տեղահան է անում, ուզում անի Գազայից հանի։ Որ բանը հրեաները լավ զգան այնտեղ իրար։ Որտեղ երևաց այդ քրիստոնյաներին սիրելը։ Ուկրաինացիները կարող են բանեն բուդդիստ են։
Չի կարելի լավ էլի։ Սա մեկն էլ գրել է շատ եք Թրամփից դժգոհում, ոնց որ դուք դեմոկրատ եք։ Ես հիշում եմ, որ երբ որ բանը Փաշինյան Նիկոլեի շատ բանանում, ասում է, «Էսի հանցագործություն անեց, էսի հանցագործություն», ասում է պիցայակեր։ Ինձ հետ էլ են ասել, գիտեք, որտեվ կա մի հատ հոտ շերտ։ Ինքը սենց է, եթե դու ասեցիր Փաշինյան Նիկոլը վատնա, ուրեմն դու ռոբական ես։ Եթե ասեցիր Ռոբերտը հանցագործ է, ուրեմն դու բան ես, քայլարաստ ես։ Կամ եթե դու ասում ես Բայդենը սխալ է, ուրեմն հանրապետական ֆաշիստ ես։ Եթե ասում ես, «Էս ինչ ես անում», արա հանրապետական, ուրեմն դու, չգիտեմ, դեմոկրատ ես, այլասերված ես, գլոբալիստ ես։ Ոնց անենք, որ այս շերտը արա բերանները փակի ուղակի։ Դուք հասկանում եք, որ դուք քանդեցիք մեր պետությունը։ Դուք քանդում եք ընդհանրապես ձեր տգետ մտածելակերպով աշխարհը։ Դուք ասում եք, դու կամ պետք է սանից լինես, դու կամ պետք է սանից լինես, կամ պետք է լինես ֆաշիստ Թրամփ, ֆաշիստ ես яра։ Ֆաշիստ ինձ ասում է, էսի իմնա, սանել ձերտվողի հերն անիծած։ Այսը հերթով գնալու ենք։ Ասկի եթե ասում ես, մի արա, նշանակում է դու բանը, դեմոկրատ ես, նշանակում է դու բան ես, գլոբալիստ ես։ Հասկանում եք, որ ձեր նման բաներ, աղանդավորները, ասկի եթե դու ես աղանդից ես, հանկարծ ես աղանդից չքննադատես, եթե դու քննադատես կներեք, նշանակում է դու էմյուս աղանդից ես։ Դուք հասկանում եք, որ աղանդավորներով, բաժան անելով Հայաստանը հասարակություն 1000 մասերի, դուք քանդեցիք մեր ունեցած չունեցածը։ Այսինքն մարդ չի կարա մարդ լինի։ Մարդ չի կարա մարդ լինի, ասենք ասի, ախպեր, մի արա էսի։ Սխալ է։ Չէ, եթե դու հանրապետականների կողմից ես, մի նկատի, թող ինչ ուզում են գլխի տանեն։ Մի նկատի, ախպեր ջան։ Եթե դաժե համաձայն չես, դաշնակ էլի։ Հայաշական, հանրապետական, ԿՊ-ական, էլի, նույնն էլի, սա նույնն է գալիս։ Մի նկատի։ Ամեն ինչ վերածում է սեկտայի։ Այս տգետ մասան ամեն ինչ վերածում է սեկտայի։ Ու այն մարդը որ չի ուզում, արա ոչ մեկի տակը լինի, ախպեր ասում եմ մի վարքան, լավ բան ես անում, ասում եմ համաձայն եմ, լավ բան չես անում, ասում եմ մի արա։ Ես դա իրավունքը չունեմ։ Այդ որ մի տխմարն է որոշի, որ ինքը պետք է որոշի, դու այս քառակուսիների մեջ որ Ящիկում որ անկյան տակ պետք է ապրես։ Ով ձեզ այդ իրավունքը տվե։ Մի հատ հարցնողը լի դրանց էլի ասել, մի վարքան էլի։ Ես ինչ աթվում, դու լուրջ իրավունք ունես որոշես, ով ինչ իրավունք ունի քննադատելու, մտածելու, հավանելու կամ չհավանելու։ Ով ես դու։ Իսկ դու քննադատում ես կամ պետք է լինես հանրապետական, կամ պետք է լինես դեմոկրատ։ Այս ամերիկան էլ մի բան չէ։ Դու չես կարող ոչ մի բան լինես, կամ պետք է հանրապետական լինես, կամ դեմոկրատ։ Եթե հանրապետական ես, քեզ ասում են, դու ֆաշիստ ես, որովհետև դու մենա Թրամփը, կարող ես Թրամփին չես էլ հավանում, բայց կապ չունի։ Եթե դու հանրապետական ես, քեզ ասել են Թրամփական ես ու քանդում ես երկիրը։ Եթե դեմոկրատ ես, ազատություններ ես ուզում, դու գլոբալիստ սալասերված ես։ Ստե հայաց բանում Ամերիկայում ուրիշ բան չկա, կուսակցություն չկա։ Այս երկու հատն է։ Այս երկուսն է ախպի ջան, դու եթե ոչ ես, ուրեմն երկուսի մեջտե հապտի, ասես մի հատ էս կողմից ապտակուտես, մի հատ էլ այն կողմից ապտակուտես, որտեվ դրան ես քննադատում, այնա թռնում դեմքին, դրան ես քննադատում, այնա թռնում դեմքին։ Սուս խայտարակ վիճակ։ Եվ այսպես Եվրոպան արդեն մտածում Կանադայի նման, եթե հանգարց թռան դեմքին, ինչա պատասխան տալու, ոնց է պատասխան տալու։ Պատասխան տալու են ու քիչ չի թվալու։ Սա քանդում է աշխարհակարգը։ Քանդում է ամեն ինչ, գիտեք ինչի համար։ Ես այսօր եթե շուտ չասեմ 3-4 լուրջ վերլուծաբաններ եմ լսել, ամերիկյան, շվեցի նման պայման այսօր լսել, 3 չկար, մի հատ կիսատ պրատ ուկրաինացի է, ուկրաինայից գաղթած, այս 3-ին, հետաքրքիր գիտեք որն էր։ Ասո բոլորը խոսում են Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին, որ բան Զելենսկիի հետ պրոբլեմ ունի Թրամփը, ում դեղ է խնդիրը, ուզում է Պուտինին օգնացել, ոչ մեկ չի կարողանում, նայես, մեծ պատկերին ասի, ախպեր, հələ մի վարքյան, այ խելացի, բա որ ասենք իր խնդիրը Զելենսկու հետ է, Կանադայի դեմքին խիա թռը, Մեքսիկայի դեմքին, Պանամա, Գրենլանդիա, դրանց դեմքին ինչ է, Եվրոպա, դուք չեք կարող պատկերը ընդհանուր տեսնեք, կարա, դուք այսպես պետք է նայեք ամեն ինչին, դուք Զելենսկու մասնագետ եք մենակ,
Զելենսկին կապ չունի, Զելենսկին ընդամենը այս մեծ օղակի մի հատ օղակն է։ Ինքը Ռուսաստանի հետ կապված օղակը, այդքանով է ինքը կարևոր։ Զելենսկին ընդհանրապես կարևոր չի ստեղ։ Այս մարդու նպատակն է Ամերիկան բոլորը թշնամացնելը։ Չեք տենում, որ Ամերիկան ինքը բոլորը թշնամացնում է։ Որի արդյունքում ամերիկյան տնտեսությունը կոլապսի կարող է հասցնի։ Իհարկե կարող է այդ մասշտաբի ավերածություններ չլինի, բայց ցանկացած տնտեսական այս ինչ որ հիմա ինքը գցել է մեջտեղ, այս ահավոր խայտարակ վիճակը, ակցիաներն իշտում ամբողջ ամերիկյան կազմակերպությունների։ Բոլորին անխտիչ։ Amazon-ը հայտարարել է հաց բան, գործադուլ, ուրբաթօրվանից դադարեցնում է բոլոր տեսակի ավան առաքումները։ Հասկանում եք ինչ է նշանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների նման տեղ Amazon-ը դադարեցնի իր առաքումները։ Ոչ մեկ չգիտի վաղը գլխին ինչ է գալու։ Դուք ասում եք, այս ինչ բան է, շղթայական հետևանքներ է ունենալու։ Ինչ կապ ունի Զելենսկին ստեղ։ Զելենսկին ընդամենը մի հատ օղակ է այս մեծ խաղի մեջ։ Այս մարդը բացահայտ ֆաշիստ է, ինքը բացահայտ ասում է բոլորիդ հեն անիծած Ամերիկան ամենակարևորն է։ Ու ծապտվող կա։ Անուղեղ որտեղ ասես կա։ Դա ասենք Ամերիկան կարևոր է, բայց պարտադիր է որ բոլորը թշնամանս։ Ամեն մեկի համար էլ ինքը որտեղ ապրում է, դա կարևոր է։ Ես էլ չեմ լսի մի հատ կանադացուց, որ ինքն ասի, Կանադան ամենակարևորն է։ Ես ասեմ ավելին, Ամերիկայում ապրողներն չեն մտածում, իրենք ամենակարևորն են։ Բացարձակապես։ Իրանք դա մասին չեն էլ մտածում։ Իրենց դա ոչ մի բան չի տալի, պրակտիկ իմաստով։ Ինքը մսենց է մտածում։ Երբ է գալու ուրբաթ օրը, ուրբաթ գիշեր ես գնամ խմելու, հա, եւ երբ է գալու արձակուրդս գնամ արձակուրդ։ Ամերիկացի այդ հասարակ աշխատողին դրանից այն կողմ Ուկրաինան էլ չի հետաքրքրում։ Եթե ինքը Ուկրաինա բարեկամ չունի կամ չգիտեմ, չի հետաքրքրվում մեծ քաղաքականությամբ։ Իրան դա էլ չի հետաքրքրում։ Աշխատանքը լինի, ուրբաթ իրիկունը գա ինքը գնացի խմել, մեկ էլ արձակուրդային ինքը գնա իր հանգստին։ Աղբեջան այս մարդը չի մտածում ում վնասա։ Հակառակ, ասում է ոնց էլի գործը լավ Կանադայի հետ, որ ես առանց մաքս ապրանք արտահանեմ եւ իմ ուզածը ներբերեմ, կարողանամ իմ բիզնեսն առաջ տանել։ Աշխատել։ Առևտուր։ Առևտուր կամ արտադրություն, ես չգիտեմ, կամ սպասարկման ոլորտ։ Սա որոշել է, որ Ամերիկան ամենակարևորն է։ Հիմա հարց եմ տալի։ Իր ասածը, Պուտինի ասածից ինչով է տարբերվում։ Ռուսկի միրից ինչով է տարբերվում այս ֆաշիստի արած։ Պուտինից չի։ Չգիտեմ, կարող Պուտինն է Թրամփիստ։ Սա մենք ահավոր ժամանակներ ենք ապրում, ժողովուրդ, ահավոր, ու ես չգիտեմ, ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ոչ մի լավ բան։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, ովքեր բանն են, ինձ անդադ գրում են, ժողովուրդ ջան, իսկ կներեք, էլի անդադ գրում են, հիշացնում են։ Վարդան Ղուկասյանի դատավորի հետ կապված ով իշ տվյալ ունի։ Մարդիկ նամակ են ուզում գրեն։ Ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի մասնագիտական պրոֆեսիոնալ նամակներ ուզում գրեն, տվեք ուղարկենք։ Անդադ ինձ հիշացնում են, որ ես չմոռանամ դրա մասին ասել։ Բայց ի տարբերություն Ռուսաստանի բանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բան կա։ Դատարան կա, ու էս էլ որորդ անգամ Թրամփի բերնին գալիս է, բերանին ասած խփում է։ Այն որ ինքը արտաքին օգնություններն բանը կրճատում 2 միլիարդ դոլարի, ասել է չես կարա։ Չես կարա, դա սենատի որոշում պետք է լինի։ Դու չես կարա որոշես ինչ կարա լինի։ Դու չես որոշողը։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քանի միլիոն, կարծեմ 10 միլիոնից ավել մարդ զենք ունի։ Զենք, սա Հայաստանը չի։ Ստեղ հանկարծ եթե մի բան դուրները չեկավ, իրենք զենքերը վերցում դուրս են գալիս։ Ես մի հատ օրինակ բերեմ, պանդեմիայի ժամանակ ես նոր էի տեղափոխվել Նյու Յորք։ Տեղափոխվեց ու պանդեմիկը խփեց, ամեն ինչ փակվեց։ Այդ քաղաքի մեջ եմ հիշում, Միչիգանում էր այդ քաղաքը, այդ շտատ բանը նահանգում էր։ Մի հատ քաղաքի մարդիկ զենքերով գնացել մտել էին քաղաքապետարան։ Ասեն պետք է աշխատենք։ Չես կարա փակես քաղաքը։ Զենքերով։ Քիչ խոսացել էին, քաղաքապետը ընդառաջել էր։ Վերջ։ Այդ քաղաքը աշխատում էր։ Գրեցի բոլոր թերթերը, հա։ Այս մարդկանց թույլ են տվել զենք ունենալու, գիտեք ինչի համար։ Իշխանությունից պաշտպանվելու համար։ Դա սահմանադրորեն կպցրած է իրանց, ամրագրած է։ Ոչ մեկ չի կարող զրկել իրավունքից։ Իրան պետությունը էլի 300 տարի առաջ զենք կրելու իրավունք եւ պարտականություն ատվել ու պարտականություն, որ ինքը երկիրը պաշտպանի ցանկացած իշխանությունից։ Պատկերացնում եք։
Հիմա Թրամփը իրան դրել է գժի տեղ, վանքի հավերն ուտում։ Ու իրան թվում է ինքը ինչ ասեց լինելու է։ Ու ես ասեմ, սրանց կողքով կանգնած է, իրանք էլ չեն հասկանում, իրանք ինչ են անում Ամերիկայի գլխին ու հետևանքներն ինչ է լինելու։ Զելենսկին որոշեց ներողություն խնդրի Թրամփից, մտածելով որ իրան փրկելու է։ Թրամփն մտածեց, ուրախ հայտարարեց, որ Զելենսկի ներողություն է խնդրել, ու հենց հաջորդ օրը առավոտյան, պարզ դարձավ, որ դադարեցնում է ռազմական հետախուզության տվյալներ փոխանցի այսուհետև բանին, ու հələ մի բան էլ կոչ անում Բրիտանիային, որ ինքը դադարեցնի նաև Ուկրաինային օգնել։ Միանգամից բոլորիս մոտ հարց առաջանում։ Այս ցանկացածել կարող է, չէ՞, վիճակի մեջ լինել, Հայաստանն էլ այդ վիճակի մեջ։ Լավ, ինչ անի, չէ՞, ինչ անի երկրի ղեկավար, որը պատերազմի մեջ է, եւ այն երկիրը, որը օգնում է իրեն ավելի մեծ քանակներով, ասում եք, ես զենք չեմ տալու։ Հիշում եք բանը Չերչիլի ելույթը պատերազմի ժամանակ 41 թվականին։ Երբ որ Չեմբերլենին վռնդեցին, տախմարն եկավ, տախմարին հանեցին, ինքը Չերչիլը այդքան ինքը 30 տարի առաջ 1915 թվականին, 14 թվականին բրիտանական ռազմածովային բանն էր ինքը, ռազմական նախարարն էր եւ բրիտանական նավատորմը ջախջախվել էր բանում, Բոսֆորում, թուրքերի կողմից։ Այդ Գալիպոլու ճակատամարտի ժամանակ ինքը այտենց հրաժարական էր տվել ու խայտարակ պարտություն ունեց այս ժամանակ հետա գալի որպես արդեն որպես վարչապետ ինքը ինչ է հայտարարում 41 թվականին որ վատ է լինելու շատ ծանր է լինելու էսա ռեալ իրավիճակը բայց իրանք ընտրությունն ունեն կամ իրանք կապիտուլացվում են կամ իրանք պայքարում են ու որ դժվար է լինելու Չերչիլը այդ հայտնի ճառա ես Զելենսկուն խորհուրդ կտայի Միջև ես հիմար ներողություններն ասելը մի հատ կարդաց էր բանի ճառը, որ ես հիմար վիճակի մեջ չներ, ասեց արի լասա ներողություն, դե հիմա գնա։ Ոչ մեկ չի հասկանում, որ Թրամփի համար միևնույնն է, էսի ինչ է անում։ Թրամփը եկել է քանդի ամեն ինչ։ Ուզում եք իր հələ միջև հիմա Եվրոպա մտածում է, որ գնա Թրամփին համոզի, կարող է Թրամփը զորքերը չհանի Եվրոպայից, կարող է սանկցիաներ չկարողանա, կարող է իրան անասունի նման չպահի կներեք արտահայտությունս համար։ Ոնց կարելի է այդքան միամիտ լինել։ Ոնց կարելի է մտածել ես ամեն ինչը պատահական է։ Դու չտեսնել ես մեծ պատկերը։ Ցանկացած փորձ այս մարդու հետ պայմանավորվել, ոնց է Պուտինի հետ մեկը պայմանավորվի։ Պուտինի ագենտը ոչ չի նշանակվեն դե որ ձեր հետ բան պայմանավորվի։ Ինքը չի ապացուցում, որ ամեն օր որ ինքը Պուտինի ագենտն է։ Ինքը աշխատում է Պուտինի համար, որի նպատակը քանդելն է այս աշխարհակարգը։ Բաժանիր ոտիր ես, ավիրի ամեն ինչ, բոլոր ստեղծված համակարգերը, որոնց սահմանափակում է Ռուսաստանի ֆաշիստական դրսևորումները, սովետական միության վերականգնում, ում վրա ինչ ուզենա գաստա, հասկանում եք ինչ իրա խանգարում է, ՄԱԿ-ն, ՆԱՏՕ-ն, ամեն ինչ ինքը պետք է քանդի։ Քանդելու միակ տարբերակը, ով էս ամեն ինչ պահում էր, այսպես վերևից Հենց այդ քանդելն է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Վերջ։ Քանդում է ու պրծավ։ Իսկ դժվար է հասկանալը, որ սա այդ բանակցելը Թրամփի հետ անիմաստ բան է։ Թրամփի մենակ մի բան կարելի անել։ Impeachment։ Ինչքան շուտ այնքան լավ։ Որտեղ եթե նույնիսկ 1 ամիս ուշացավ, ինքն այնց վնասատալու ամերիկյան տնտեսությանը, ու սա կարող է դոմինոյի էֆեկտով տարածվի ամբողջ աշխարհում, որտեղ ուզենք թե չուզենք, Ամերիկայի տնտեսությունը մեծ բան ունի, ազդեցություն ունի ամբողջ աշխարհի տնտեսության վրա։ Եթե Ամերիկայի տնտեսությունը կոլապսի ենթարկվեց, դոմինոյի էֆեկտով սրբելու է ամեն ինչ։ Թույլ երկրներ Ամերիկան չի խորտակվի, իր շատ հզոր է, բայց ահավոր կարա տուժի, իսկ այդ տուժելուց այն մանր մունի երկրները կարող են ուղղակի քանդվեն։ Ուղղակի կարող են քանդվել։ Այդ չեմ խոսում հետևանքները դոլարի անկման մասին, հա, Չինաստանի ակտիվանալու մասին, այդ կոմունիզմի տարածվելու, մի խոսքով սոսկալի է լինելու։ Թրամփի ցանկացած բանակցություն հիմա էլ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներն են ուզում գնան Գերմանիայի ղեկավարի հետ
հանդիպեն Թրամփին բան բացատրել։ Լսի, Թրամփին պետք չի ոչի բան բացատրել։ Թրամփը ձեր կարիքը չունի։ Թրամփը իր ծրագիրն ունի, ինքը պարզ դա անում է, խոսում է դրա մասին։ Իր ամենալավ պատասխանել է իրան։ Գիտեք ով, հեսա գտնեմ։ Չէ, սա չի։ Գրենլանդիայի բանը վարչապետը։ Լավ ընթացքում կասեմ, էլի նյութերի մեջ է իմ ասենց չեմ կարողանում գտնել։ Ինչ վրա, ամենալավը ինքն էր պատասխանել։ Գնանք առաջ։ Հա, հեսա, սա գտա։ Պարզ ասելա, Գրենլանդիայի պրեմիեր մինիստրն է, մեկ ես ջայլ տղել։ Երեք կոնգրեսում ելույթի ժամանակ ասելա, որ ոնց ուզում ալին իրան գրավելու են բանը։ Գրենլանդիան, ինչու մի ձևով, հա։ Իսկ Գրենլանդիայի վարչապետը պատասխանել we are not for sale and can't just be taken։ Մենք վաճառվելու համար չենք, վաճառքի համար չենք եւ դուք ուղղակի չեք կարող մեզ վերցնել։ Պարզ։ Չեք կարող։ Պարզ ասել, ախպեր մենք ու վաճառքի համար չենք, ոչ դու կարող ես հենց նես վերցնել։ Հիմա ինքը ամեն ինչ այդ տեսակետից է նայում։ Սրան թվում է, ինքը ամեն ինչ կարող առնի, ամեն ինչ վաճառվում է։ Իհարկե դու վաճառվում ես։ Դոնալդ։ Չի նշանակում է ջայլ տղուն դու կարող ես առնել։ Պարզ քեզ պատասխանել է, մենք վաճառքի համար չենք։ Ու Գերմանիայի, Բրիտանիայի վարչապետին հələ թվում է իրանք կարող են Թրամփին բան բացատրել։ Ժամանակ մի կորցեք։ Ինք եկել է քանդելու համար։ Շուտ դուք կազմակերպեք։ Եթե կարող եք կազմակերպել եւ փրկել ձեր երկրները, շատ լավ, եթե չէ, վատ է լինելու։ Բայց ամեն մի բան ունի իր դրական ազդեցություն նաեւ։ Գնանք Ռուսաստան։ Ռուսաստանի Գոսդուման վերացում է բոլոր տեսակի ինքնավար բանը մարմինները, հա, դա կլինի քաղաքային խորհուրդ, գյուղական խորհուրդ, ոչ մի չի լինելու սրանից։ Ամեն ինչ ղեկավարվել է մի տեղից։ Այն ինչ որ դեմոկրատիայի բաների մեջ է մտնում, հա, ընտրություններ, խորհուրդներ, բաներ, ձևավորող իշխանություններ, տեղական իշխանություններ, այդ կապիկությունը։ Ռուսաստանը գնում է իր սովոր ձևով։ Պետք է լինի մեկը, որ նշանակը Պուտինի կողմից, եւ վերջ, բոլորը իրան են ենթարկում։ Ինչ ընտրել։ Ինչ ընտրել, ապա ամեն ինչ նշանակով լինի։ Չէ մի չէ դեմոկրատիա, ընտրություններ, ասում եք ես երկիր ուրա գնում։ Գնում անես ոնց որտեղ ինքը սովոր է։ Հասկանում եք բան կա, չէ, ասում է խոզի գլուխ ինչքան ուզում ես դրեք գոլգի վրա, ինքը գլորվելու է անկնի ցեխը։ Իրանք ուրիշ բանի սովոր չեն։ Իրանք չեն տեսել, չուներ այդ մշակույթը, ով համաձայն չի փախնում է Ռուսաստանից։ Իսկ մնացածը վստահ եղեք շատ հանգիստ ընդունելու են այս նորենքները, ասել են թագավոր ամես պետք, թագավոր, ուրիշ բան պետք չի իրանք։ Իսկ Ռումինիան այսպես ճանապարհի վրա է։ Ռուսաստանի դեսպանատան զինվորական ատաշեին հայտարարել է persona non grata։ Եվ պետք է ասեմ, հիշեցնեմ ձեզ, որ իրենց նախագահի տեխնացուին մեղադրել են Ռուսաստանից փող ստանալու մեջ, փողեր էին բռնել մոտը, ինչի՞ կդատան երևի անպայման էլի։ Ռումինիան կոնկրետ պայքարում է ռուսական ազդեցության դեմ։ Այսինքն են երկրներն բան անկախանում։ Հակառակ դեպքում Լեհաստանն էլ չէր հասնել այս որակներին, հիմա ինքը որ հասել է։ Ինքը Լեհաստանը ՆԱՏՕ-ի ամենամեծ գործընկերներից մեկն է Եվրոպայում։ Ինքն է կարողանում այս գիծը պայի Ուկրաինայի, թե չէ Ուկրաինայի վիճակը շատ բաց կլներ։ Բայց սա չէր կարող անել, եթե չանցներ իշնորհիվ Լեխ Վալենսիայի այն ամեն ինչի մեջից փոփոխությունների, բանի ռուսական ագենտուրայի վերացման, լուստրացիայի բանի միջև եթե չանցներ, սա չէր կարողանալ անել։ Հարեցին հիմա Ռումինիան անում, կեցե Ռումինիան։ Եվ այսպես։ Այս մարդու նպատակը Ռուսաստանի վրա այդ սանկցիաները հանելն է։ Ո՞վ է կասկածում։ Ո՞վ է կասկածում։ Հիմա հարցնում եմ ես ձեզ, Եվրոպայի ղեկավարն է։ Դուք ուզում եք Պուտինի ագենտին, ասեք դուք գործը մի արա։ Ո՞ց կարող եք դա։ Ո՞նց իր ամեն ինչում սա է երևում, ոչ միայն Ռուսաստանին փրկի սանկցիաները, ես նույնիսկ եմ ասում, ավելի կողքի երկրների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների
հարաբերությունները, որով քանդում է եւ այդ երկրները, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ մարդ կա հələ հավատում է, որ սա նպատակը հզոր Ամերիկա ստեղծելն է։ Ես ուղղակի ուզում հավատամ, մոտ հարց տամ, էլի արանք դուր չեք ասում։ Այ իջալոս կներեք, ես մի տեղական նորությունը մնացել է այստեղ անտառում արանքներում։ Բանակը սրբադասել նշանակում է արկա թերությունները չբարձրաձայնել։ Տեսեք ով է, ով է խոսում սրբադասելուց, ով է խոսում բարձրաձայնելուց։ Սրանք ժողովուրդ ջան։ Ոնց ասեմ սա։ Դուք եթե չալարեք մի հատ նայեք ով էր սա միջև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Ով էր սա։ Եվ սա գործունեությունը ինչ եղել դրանից հետո։ Հարցը այն չի, սա մասին ինչ կարելի ասել վերջի հայոյանքներից սկսած։ Սա մեր հասարակության մասնիկներից մեկն է, չէ՞։ Հիմա էլի պետք է գամ էլի մեր պարտականությունների թեմաներին։ Սա մեր մեջ է ապրում, չէ՞։ Այս մեր բանակը ծախողը, սպանողը սա է, չէ՞։ Հիմա էլ ասում եմ, սրբադասել պետք չի։ Ասո սուրբ կով չի բանակը։ Իսկ բանակը մեր երկրի համար եղել է սրբություն։ Այդ չի նշանակում, որ մենք իր այդ խնդիր չենք ունեցել, իր այդ չէ, գեներալների հետ խնդիր չենք ունեցել, հա։ Բայց բանակը մեր համար եղել է սրբություն։ Մենք բանակի համար թե 16 թվականին, թե 20 թվականին այդ Քարոլիայի եւ 44 օրյա ժամանակ ամբողջ ժողովուրդը բանակը ինքը վերաբերվում է իր ոնց իր երախուն, որտեղ մեզանից շատ երեխեք հենց ընդդեր են, չէ։ Իրանց ամենաշատը այդ վերաբերմունքն է սպանում, որ ժողովուրդը իր բանակը սիրում է։ Գիտեք ինչ, իրանք ատում են այդ բանակը, որտեղ այդ բանակը իրանց համար խոչընդոտ է, որ կարողանան անեն, ասենց ավելի բաց ու հանգիստ, այն ինչ որ իրանք ի սկզբանե որոշել էին։ Սպանելով են անում։ Բայց դժվար է։ Իրանք չեն կարող համատած բոլորին սպանել։ Հիմա մեզ ասում են աղբի ջան, մի սրբադասեք այդ բանակի, որ սրբազան կով չի։ Հիմա ես ասում, այս կենթանին մեր մեջ ապրում, չէ, Հայաստանում ապրում։ Քանի հոգի է սա նորական փողոցում տեսնում, քանի հոգի է սա շփվողներին ճանաչում, ու քանի հոգի է սրանց ասում, լսեք այդ տականքներ։ Օրը գալու է։ Ասելու տարբեր ձևեր կա, օրը գալու է, դուք բոլորդ հայտնվել եք մի տեղում, դուք բոլորդ վախենելու եք փողոց դուրս գաք, հա, դուք դառնալու եք իզգո ես երկրի մեջ, ասելու տարբեր ձևեր կա, բայց այն միջավայրում, որտեղ չի աշխատում հանրային պարսավանքի ինստիտուտը, նշանակում է հասարակությունը գոհ է։ Անկախ օրենքներից հասարակական այդ պարսավանքի օրենքները պետք է աշխատեն։ Եթե չի աշխատում, նշանակում է հասարակություն չկա, գոյություն չունի։ Եթե հասարակություն գոյություն չունի, այնտեղ չի կարող երկիր գոյատևել։ Այսինքն, որովհետև ոչ մի ժողովուրդ, հանձնված ժողովուրդ չի կարողանում ապրել։ Մանավանդ այս կարգի տուրբուլենտ վիճակներում հանձնված ժողովուրդները վերանում են, ժողովուրդ ջան։ Չհանձնվելու ձևերից մեկը հենց այս պայքարելն է սրանց դեմ։ Այսինքն հասարակական պարսավանքի ինստիտուտը, հասարակական կարծիքի պարտադրումը, հասկանում ես, չգրված օրենքների պարտադրումը, որովհետև եթե մենք այս օրենքները չի աշխատում, գոնե մենք պետքա մեր ունեցած հնարավորությունների մեջ դա անեն, թե չէ։ Այն ժողովուրդները, որոնք հանձնվում են ու սպասում են, որ դրսից մեկը գալու է իրանց այդ հարցերը լուծի օրենքի սահմաններում։ Մեկ էլ պարզվում է, դրսում էլ օրենք չկա։ Այսօր դրսում օրենք չկա։ Այսօր Թրամփ ամեն ինչ անում է, որ դրսում օրենք չկա։ Հիմա հարց եմ տալի մեզ բոլորիս։ Ներսում օրենքը մենք չենք պահում, հասարակական օրենքը, այսինքն նմանները վախենան գտնեն դուրս անընտրից։ Մենք մերենք չենք անում, դրսում էլ չկա օրենք։ Թրամփը եկավ ասեց, ախպե ջան, չկա օրենք, միջազգային դատարան չկա, ՄԱԿ-ը մեզ պետք չի, ՆԱՏՕ-ը մեզ պետք չի։ Հարց եմ տալի մեզ բոլորիս։ Հարազատներ ջան, մեր հույսը ինչի վրա է։ Այլ լավ կլներ չէ, որ դրսում լիներ միջազգային դատարան, դու կարողանայիր դիմել, քո իրավունքները պաշտպանել, առանց քեզ նեղություն տալու, ինչ էր անել, մի դիմում պետք է գրել, քո փաստաբաններ քո համար աշխատեր։ Ժողովուրդ ջան, դա մեր համար երանելի վիճակ է։ Երանելի վիճակ չունենք էդի։ Դրսում այդ ինստիտուտները էլ չեն աշխատում։ Թրամփը եկել է ամեն ինչ ավելի։
Ու անում է։ Առաջ էլ մի բան չէ, հիմա ընդհանրապես չի լինելու։ Հարց։ Բա մենք ինչ ենք անում։ Հանձնվենք։ Տարբերակ է, հանձնվելն էլ է տարբերակ, չէ՞, շատ ժողովուրդներն են հանձնվել են։ Հանձնվել են այսօր գոյություն չունեն։ Տեսեք, քրդերը պետություն չունեն, բայց չեն հանձնվել ու կան։ Ու իրանք հրավիրվում են Վաշինգտոն նախագահի երթմնակալությանը։ Կան, իրանք սուվերենությունն են, զենքը ձեռի պահում։ Հələ իրանք ղեկավարին էլ ասում են դու արդեն մեծացել ես, ծերացել ես, չենք լսում քեզ, զենքներս վայ չենք դնելու։ Տեսեք հակառակն է, բանը Էնի ասում է դրեք, սրանք ասում են չենք հանձնվելու։ Վարդան Ղուկասյանը բանտում է, իր կուսակցությունը հանձնվել է դրսում։ Տեսեք հələ։ Գիտեք ինչի, որտեղ քրդերը պայքարելու տրադիցիա ունեն, իսկ մենք պայքարելու տրադիցիա չունենք։ Հասկանաք մեզանից բոլորից ինչքան բան է կախված։ Եթե մենք չանենք, ասեմ, չկան այդ ինստիտուտները, որոնք այդ ամեն ինչը մեր տեղն անելու են։ Սանենք մոռացել, ես ինչքան բան եմ մոռացել, մի հատ լսենք ելի մի բան։ Չէ, նիստին դեռ շատ կա, պարոն Ղազյան, բայց դուք այն եզակի պաշտոնյաներից եք, ընդամենը կարճած։ Լավ, պարոն Սարգսյանը ձեր ներողություն եմ խնդրում, ցույցմունք է տալիս ձեր հոգեկան առողջության, հոգեկան հիվանդության հարցը։ Պարոն Արմեն Սարգսյանը, որի հետ հիմա Եռաբլուրի նման կասկածներ են, նման ցույցմունք չի տվել։ Ոչ մի ժամանակ։ Պարոն Ղազյան ջան, ձեր թույլտվությամբ էլի շատ մի կարճա, դուք այն եզակի պաշտոնյաներից եք, որ հեղափոխությունից հետո այն ճամպրուկով փողերը փախչում եք, բայց այդպես էլ անհատ մնացել։ Փող չեք փախել, բանկի Դուք ասում եք ձեր ընկերներն էին տվել։ Ճամպրուկով ասի փող չեք փոխել, դա ընդհանուր բանկի բան, ավան վերսովեն։ Ներողություն դուրը մի փակեք, որովհետև ես կարող եմ էլի ինստիտուտ։ Ասում եք ձեր ընկերներն էին տվել։ Պարոն Ղազյան, ասում եք ձեր ընկերներն էին տվել։ Կան այդ առատաձեռն ընկերները։ Կան, շարունակում են էլի գումար։ Սերժի Վաչոնա։ Այն որ ակտիվ է իշխանությունը բանի դեմ ապայքարում է, կոռուպցիայի դեմ ապայքարում։ Իմջելոց վաղը ես հարցազրույց եմ տալու ինչ որ ամերիկյան թերթի։ Այս ամեն ինչի մասին։ Ինչ է ամեն ինչի մասին, որովհետև դե հայկական իշխանությունը պնդում է, որ Վարդան Ղուկասյանը հանցագործ է, չէ՞։ Մենք էլ արդեն դատարան ունենք։ Ինքը չի գալիս ներկայանա մեր արդեն դատարանին։ Պատկերացնում եք։ Ու չգիտեմ մարդկաց միջամտությունները ոնց է այդ մամուլը որոշել է վաղինից զրույցի եթե չգիտեմ ինչ եմ ասելու ոնց եմ ասելու էնելի անգլերենով ասեմ ես ձեզ անգլերեն ընդհանրապես ոչ միտեղ չեմ սովորել այն էլ ինչով խոսում սլուխով սովորած անգլերենը կասեմ ինչ որ հնարավոր է ինչքան հնարավոր է հետո կլսենք հիմա այս մարդու մեշոկներով դոլարները տեսեք բռնել ոնց հանում ես չէ ասում եմ չի էնի չի ասում եմ բռնել էին գործկացքով վրա հազուցած բան ինչ եղավ հիմա ես եմ հարցնելու ինչ եղավ ժողովուրդ ջան հələ մարդ կա որ հավատում է սրանց կամ Սերժի Վաչոյին նույնպես ինքը կամերայի դեմ սուտ է խոսում սուտ մարդ կա որ սան պետք է ասի ինքը լավ տղա է ինքը չգիտեմ դրանց դժվար է ասեն լավ տղա է լավ հիմա հարց եմ տալի ինչ է կարծում ինչքան փող է տվել որ ինքը միջև դատված չի դժվար թվել է լավ գնանք առաջ Եվրոպական պարլամենտը որոշել է զրկի էլի Իսպանին, որտեղ հերթական օգնությունը տրամադրելու համար խանգարում է մարդկանց Օրբանին Հունգարիայի վարչապետն է, ստականքը բլոկ է դնում բոլոր տեսակի քվեարկությունների համար։ Եվրոպան էլ որոշել է մեջոսներ ձեռնարկի։ Էս էլ բանը էվոլյուցիա է, գիտեք, սա մեջը պետք է բանը ասի նաև Եվրոպան, որ հասկանա, ով ինչ իրավունք ունի Եվրոպայի մեջ։ Օրբանի նման տականքը KGB ագենտը, գրանցված KGB ագենտը իրավունք ունի Եվրոպայի միության մեջ տեղ ունենա, თუ Հունգարիան որոշի իր նախագահը կարա լինի, թե չէ, բայց ինքը Եվրոպայի մեջ ոնց կարող տեղ ունենա։ Ու ինքը բացայտ աչքելում է բոլոր տեսակի օրենքների ընդունում է, օգնությունը տրամադրում է։ Հիմա որոշել են իրեն զրկեն այդ իրավունքից։ Կանադան որոշել է 100% տարիֆ դե բանանի, ես արդեն շատ եմ խոսում էլի, արագացնեմ, հա ժողովուրդ ջան։ Կանադան Տեսլայի վրա 100% տարիֆ է դնում։ Բարև Իլոն։ Ստեղ բանը Մակրոնն է դիմում իր բանին,
ֆրանսիական հասարակությանը ուղղակի ասում որ մենք պարտավոր ենք սրանից հետո մտածել մեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, որովհետև այն ինչ որ կա միջևես չի աշխատում, գոյություն չունի։ Մենք պետքա հստակ լինենք ու հասկանանք, որ մեզ վտանգ է սպառնում, այնտեղ Օրբան կա, այնտեղ Ռուսաստանի պատերազմ կա եւ ռուս կա, որը ուղիղ սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար։ Սա լույս սպառնալիք է։ Ես ասեցի կիսա թողեցի, ես ինչ պետք է անեի Զելենսկու տեղը։ Երբ որ գիտես, մեկը քո ներողությունը, քո քաղաքավարությունը չի անցնելու, քեզ մեկը որոշել են փուրը տան, որոշել է պետք է Ռուսաստանին ծախի քեզ։ Եկել է Ռուսաստանին փրկելու։ Միակ բանը ստե որ Զելենսկին կարող անի, պարզ այդ Չերչիլի ճառը ասի Ժորժ ջան, մենք պետք է կռվենք։ Որտեղ մենք երկու տարբերակ ունենք, կամ կռվում ենք ու փորձում ենք մնանք որպես ժողովուրդ, կամ հանձնվում ենք ռուսի դատաստանին։ Ռուսն էլ գալիս է, անում է ինչ որ ինքը սովոր է անելու։ Գուլագ, գնդակահարություններ, մասսայական դատեր եւ այլն եւ այլն։ Ռուսոֆիկացիա, այսինքն ինչ որ ինչի սովոր է, հա։ Եվ շնորհակալություն հայտնում ամբողջ աշխարհից, ովքեր օգնել են, եւ եթե ուզում եք շարունակեք օգնել, որ ուկրաինացի ժողովուրդը պայքարի, իսկ ուկրաինացի ժողովուրդը պայքարում է իր գոյության իրավունքի համար։ Որովհետեւ եթե ուկրաինացի ժողովուրդը պարտվեց, այդ իր գոյության իրավունքի համար սկսել են պայքարել մնացած ժողովուրդները։ Իսկ Ռուսաստանը կարող է հաթաթ ասենք իր համար ավելի հեշտ լինի բոլորին ջարդել, քան եթե մենք իր հետ միասին ջարդենք Ռուսաստանին։ Շատ բարձ, ընդ ոչ մեկից ոչի բան չպահանջելով, բարձ, շնորհակալություն Ամերիկա, քեզանից էլ ոչի բան չենք ուզում, կտաս լավ, չես տա, շնորհակալ եմ ինչ որ տվել ես, չես ուզում էլ բանը հետախուզական բաներով օգնես, դե հիմա այսի մեջ ճակատագիրն է, ուկրաինացի ժողովուրդը, ու դուք տեսեք ոնց է միանգամից ամեն ինչ փոխվում։ Ես վստահ եմ, Եվրոպան այսօր լավ վիճակում է։ Եվրոպայում գիտակցությունը կա, որ պետք է այս ռուսին ուղղակի չթողել, որ ինքը հաղթի այս ամեն ինչում էլի։ Բայց մյուս կողմից էլ պետք է Ուկրաինան ցույց տա, որ հենց Զելենսկու բերանով, որ ինքը մեկը կռվելու է միջև վերջ։ Որովհետև իր համար հանձնվելը նույն մահն է, ոնց որ հայ-թուրքի կռիվը։ Հայ-թուրքի կռիվը նույնը ռուս-ուկրաինացու կռիվն է։ Ռուսաստանի ամբողջ հետհեղափոխական շրջանի կռիվը եղել է ուկրաինացի ժողովրդի դեմ։ Այդ ժողովրդի դիմադրությունը ոչնչացնելու, կոտրելու եւ ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Ոչ մի բան չի փոխվել։ Բոլոր տեսակի բաներով Պուտինի գործողությունները դանդաղել են, ոչ թե դադարել են։ Ու դա շատ պարզ է։ Չունի ռեսուրս։ Հիմա իր փրկությունը բանի մեջ է։ Ուկրաինային թույլատնելու մեջ է, որը խոսքա տվել Իրանանի Թրամփը։ Եվ Ռուսաստանին օգնելու մեջ, որովհետև որոշել է որոշակի սանկցիաներ հանի Ռուսաստանի վրայից, որը հեշտացնի Ռուսաստանի գործը։ Էլի մի հատ հետաքրքիր պատմություն կա, ուրեմն այստեղ են ոչ շտատում էր, այս բիզնեսմենը, հեսա հեշեմ կամ բանկա, ամերիկյան մի նահանգից էր, մասնավոր բիզնես ունի, ու քշում է այդ Tesla-ի Cybertruck-ը, Tesla-ի մեծ մեքենան, ու ասում է 70,000 արդեն կորուստ եմ ունեցել մի ամսա մեջ, իր բիզնեսի մեջ, ասում են ինչի, մարդիկ չեն ուզում, ասում տեսում են այդ մեքենայով չեն ուզում այդպես աշխատել։ Պատկերացնում եք, մի ամսա մեջ այդ բիզնեսը 70,000-ի կորուստ է ունեցել։ Մարդիկ չեն ուզում աշխատել։ Ամերիկայի ժողովուրդը ուրիշ է։ Ինքը անպայման կգտնի իր պայքարելու ձևը։ Ինքը անպայման կգտնի։ Ինքը չի հանձնվելու։ Սա երևի չեն հասկանում, որ այս նկարը շատ բան է։ Ռեալ ու կարա շատ բան հստակ իրականություն դառնա։ Ու ես վստահ եմ, որ դառնալու է։ Ուղղակի չեմ ուզում, որ սա ուշանա։ Պատկերացնում եք մարդը Cybertruck-ը գտնում Tesla-ի ավտո քշելու պատճառով, ինքը $70,000 իր բիզնեսը կորուստ է ունեցել։ Ու իրան ասում են ինչու։ Ասում են իմ կլիենտները գնում են, հրաժարվում են։ Միակ բանի համար, որ ասում են, որ դու Tesla ես քշում։
Հասարակական վերաբերմունքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ մեծ է։ Շատ, ես բազմաթիվ բաներ եմ դեպքեր եմ տեսել փողոցում ժողովրդի ռեակցիան տարբեր բանի։ Մեկը կարողա, չգիտեմ, կենթանի նեղացնի, մեկը երեխու վրա գոռա, մեկը կնոջ վրա գոռա։ Ու չի պատկերացնում ինչ ռեակցիա կա միանգամից։ Պատրաստ են հոշոտ են, դու ես ինչ ես անում, ոնց դու գոռացիր այդ երեխու վրա։ Ինչ ես նեղացնում այդ բանը, շանը, ինչի խփեցիր։ Դատի կտան, ոստիկան կանչեն։ Ու Թրամփը իրան դել է գժիտեղ լուրջ վանքի հավերն է ուզում ուտի։ Մտածելով որ ամեն ինչ իր ձեռքից անցնելու է հեշտությամբ։ Չէ, չի լինելու։ Թույլ չեն տա։ Էս էլ ապալվել է աշխատանքները գործադիր մարմինը լավ չի աշխատում։ Լուրջ եք ասում ժողովուրդ ջան։ Դուք անկեղծ եք ասում։ Երևան քաղաքում մենակ այս տարի 50 անուն փողոցներում 52 կիլոմետրից ավել միջին նորոգման աշխատանքներ են արվել։ Երևանի պատմության ընթացքում այդ ծավալի աշխատանք չգիտեմ խորհրդային միության որ տարում են արվել։ Երևան քաղաքը 2 տարի շարունակաբար տարին 15 կիլոմետր կոյուղի է քաշում լրիվ նոր թաղամասերում։ Երբևէ Երևան քաղաքը նման գործ չի արել։ Երբևէ։ Երևան քաղաքում 200 բակերից ավել աշխատանքներ են կանում, 200-ից ավել բակերում, 50-ը արդեն ավարտված են, կարող են գնանք ձեզ ցույց տամ, ժողովուրդ ջան, այդ ծավալը երբ էիք տեսել, երբ։ Ինչ ուզում ասում, լեկտիությանը սահման չկա։ Էլի պետք է գամ իմ ասացի, frank լուսնի վրա չեն ապրում, չէ ժողովուրդ ջան։ Եթե մենք մեր հարաբերությունները չենք կարող ներսում լուծենք, ու սպասում ենք, որ պետք է գան մեր խնդիրները դրսից լուծել, ուրեմն մենք ամբողջ կյանքում սպասելու ենք։ Մանավանդ, ոնց եմ ասում, անենց հաստատվել դրսից խնդիրի լուծող էլ չկա, էլ հույս չկա։ Համենայնպես հիմա ամեն ինչ վերականգնվելու է, ես վստահ եմ վերականգնվելու է, Պուտինը պարտվելու է, Ամերիկան վերականգնվելու է, Թրամփը իմպիչմենտի է ենթարկվելու։ Ես հավատում եմ դրան։ Ես վստահ եմ դրա մեջ։ Որտեղ ասում ես, գիտեմ մարդկանց վերաբերվում կա։ Ես փողոցներում եմ շփվում, ես օրական այնքան մարդկանց հետ եմ շփվում, ուղղակի հնարավոր չի պատկերացնել։ Ես ամբողջ օրը խոսում դա մնա կոկորտացած մեջ չորացած։ Ես գիտեմ, ես էլ ասեցի, պարզ մի օրինակի վրա, մարդը մի ամսա մեջ ինչա Տեսլա է քշում։ Մի հետ կան կորուսներ ունի։ Ու իրաց մեքենայի վրա էլ գրում են Տեսլա քշողները։ Կներեք, ես Տեսլան առել եմ այն ժամանակ, երբ որ բանը Իլոն Մասկը մարդ էր։ Այդ էլ կա։ Վերջում սա եմ ուզում իրար լսենք ժողովուրդ ջան։ Ես որ դու իրատիկ նոչ 2.5 միլիարդ դոլար փող Ամերիկայի բանկում, ով է իրան կնոջ ամերիկյան դես բանը անձնագիր տվել, կոռուպցիայի դեմ է պայքարում, հələ քեզի նայի այս փողերը քեզի որ դուց, այդ ու ձեռը առնում, լոբիա փաթաթում, էսի անում, տոլմայա եփում, այս բան, իբր թե մենք ես ձեզնից մեկն եմ, բա որ դու մեզնից մեկն ես, քո ճանապարհային ոստիկանության կապիտանը հղի կնոջը, այդ որ ասում էր 3 միլիոն վարչապետ, խփիկ քծիկ մարդուն սպանեցիք, կնոջը, հղի կնոջը, 2 Հայաստանի քաղաքացու, 2 վարչապետ, այս քիչ բարի աճեցիք էլ մեծ օրինակ ծառայեիր, ու միջև հիմա այս կապիտանը դատապարտված չի, նստած չի, այդ ոնց հասկանան, հասարակություն ձեզ եմ հարց տալիս, ինտելիգենցիայի ներկայացուցիչներ, թե ծախվել է, այս որ դու իրա։ Այդ ծախվելը ես չգիտեմ, ծախվելու տարբեր ձևեր կան, մեկը փողով, մեկը հնարավոր բարձրացումով պաշտոնի, մեկը չգիտեմ կոչման համար, մեկը կարող է սպասում բնակարան նվեստանա։ Այդ պրակտիկա միշտ եղել է, այդ հիմա էլ կա, այդ ինտելիգենցիա կոչվածի մոտ, ես ու լավ գիտեմ։ Հիմա դա է, Ջորջը։ Մենք պետք է հասնենք դրան, որ իրանք ամաչեն մեզանից։ Էդ էլ է, չէ, հասարակական պարսավանք։ Ամաչել ուղղակի, էլի։ Որտեղ եթե մենք ձեն չենք անում, իրանք զգում են դե ժողովրդի մոտ պահանջ չկա, մեզ էլ ոչ մի բանի չի մեղադրում։ Մենք կարանք լռենք, հակառակ կարանք նույնիսկ սկսենք գովալ, փախնել պատասխանատվությունից։ Բայց այն զգան ժողովուրդը նայում է իրանց, հələ խոսում է մի բան, պահանջում է։
Մենք սկսել են շարժվել։ Որովհետև ասեմ ես իր ասած այդ ինտելիգենցիա նաև մի հատ բան ունի, թույլ տեղ ունի։ Գիտեք որ նա թույլ տեղը, հա, ժողովրդի վերաբերմունքն է։ Ոչ մի է ճակերտավոր ինտելիգենտ, եթե զգա փողոցում իրենց սկսում են արդեն առհամարել վիրավորել, հա։ Իր բանը էգոն, իրենց էգոն թույլ չի տա որ դան գնան իրանք։ Իրանց էգոն պահելու համար, իրանց էս թեկուս fake image-ը պահելու համար իրանք ամեն ինչի կգնան։ Որ փողոցում իրենց ժպտան, փողոցում իրենց բարևեն։ Եթե բայց ինքը սրիկայություն անում, փողոցում մեկը ժպտում ու բարևում են, ինքը սիրով է սրիկայություն անելու է, դիմացը ստանալու է փողը, պաշտոնը, բնակարանը, կոչումները, մեկը փողոցում իրեն ժպտում են։ Բայց ես լավ գիտեմ, չէ՞, փողոցում իրենց այսին չժպտալ, այլ մի հատ էլ ասել են ինչ որ կա։ Իրանք սկսեն այն ժամանակ մտածել, որտեղ իրանք էգոն ավելի բարձր է, միշտ։ Ինչ որ արվում է, դա էգոյի համար արվում, մասնավորապես այդպես մարդկանց կողմից։ Իսկ հիմա իրանք էգո կողմանի շահում են, հա, փողոցում ժպտացող կա, ամեն իշխանությունն է գոյ իրանցից։ Ասած երկու մոտ կաթ են ուտում էլի կոպիտ ասած։ Իսկ ինչ վերաբերում է որ ժողովուրդը այդ ամեն ինչի հիշում է, տեսնում է եւ այդ հղի կնոջ սպանելը եւ վարչապետի սիրուհու միլիոնները գողանալը, տանելը, հա, եւ այդ իր ասած ինտելիգենցիայի լռելը։ Սա նշանակում է մի բան, կա դեպքերի հասկանալու փաստը, բայց առայժմ չկա գործողությունը, որը կպարտադրի մարդկանց որոշակի վարքագծի։ Այդ եմ ասում ժողովուրդը։ Մենք բոլորս բան ունենք, չէ՞, ընտանիքներ ունենք, շրջապատ ունենք, միջավայր ունենք։ Եթե մենք թողում ենք, ասենք երեխան փուճուր ամեն ինչ անի։ Հա, ոչ մի բանի համար ոչ մի հետևանք չկա։ Խոսքը ծեծել ջարդելու մասին չէ, էլի։ Բայց կա խրախուսման ձև, կա դիտողության ձև, չէ՞, կա ինչ որ մեթոդներ, չէ՞, կա պարսավանքի ձև, կա հայաց, կա խստություն, կա ինչ որ բաների զրկել, բան։ Այսինքն նորմատիվների մեջ, էլի։ Մենակ այդ պարագայում երեխեն գիտի, ասենք մոտարապես իր սահմանները պլյուս մինուս, հա, ու տարիքներ տարբերություն։ Էական չի, փոքրներն են շատ լավ հասկանում դա, մեծերն են հասկանում։ Իսկ դուք պատկերացրեք, ոչ մի բան եթե չլինի, այն բանի ասած անեկդոտն ալի մարբարանցիներ, որ ասում է բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչ են մտնում։ Զաբոր չլինի, շնել կմտնի էլի։ Հիմա մենք այդ զաբորները չենք դրել։ Չենք դրել ու պարտադրում ենք, որ էշը չմտնի մեր զաբորները։ Զաբորները որ չեն մտնել, ցանկացած ուսապարտ գալու է մտնի հասնի միջև բան էլի, խորհրդարան։ Չենք դրել այդ ցանկապատները, այդ պատնեշները, սա չենք սահմանել այդ բարիկադները, չափանիշները չենք սահմանել, դա ամեն ավանակ իր թրքոտ ոտերով գալի մտնում այնտեղ։ Ամեն ավանակ։ Ես լավատես եմ, բայց լավատես չեմ, այսպես սպասող կարգավիճակում, չեմ։ Լավատես եմ այնքանով, որ ես գիտեմ, որ ձեր հետ միասին մենք կարող ենք ամեն ինչ անել, ռեսուրսները կա, հնարավորությունը կա։ Մնում է կարողանանք մեր մեջ գտնենք համապատասխան կամքը, դա իրականացնելու։ Այդ առումով ես լավատես եմ։ Ու ամեն ինչ անելու ենք միասին, որ ունենանք մեր պատկերացած, մեր ցանկացած Հայաստանը, հայկական միջավայրը։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։